Բարի երեկո, սիրելի օբերդոսցիներ, գիտենք, որ մեզ ահավոր կարոտել եք երկու շաբաթա չեք տեսել։ Անց հանդիպեցինք։ Երկու շաբաթ անց հանդիպեցինք, գիտենք, որ նամակներ, զանգեր, բազմաթիվ ուր օվերդոզը կարող ընտրություններից հետո չի լինելու, չէ, լինելու ասել ենք էլի, որ գլուխներս հնարավոր է տեղի չունենա։ Ամեն ինչ է, որ սա գործերը հասցրել ենք, եկել ենք, որտեվ Կիրակի օրը ընտրությունների օրը, այդ խառը օրը, գիտեք, լրագրողները ինչ տաժանակիր աշխատանքին անում, մի հատ էլ չեն հասցրել։ Մենք հենց հենց հանրությանը, հաշվի առնելով, որ Հայաստանի կարևորագույն իրադարձություններից մեկն էր, չուզեցինք, այլ իրադարձություններով զբաղեցնել, դրա համար ասացին, թե չէ հնարավորություն կար մեզ տրամադրվել մի մտածեք, սա խտացրել ենք ամբողջ երկու շաբաթում, այդ ընտրական, նախընտրական ամբողջ Հայաստանը ստեղ է։ Ֆուլ փաթեթով եկել ենք ամբողջ ոչինչ մեկնաբանություններից ինչ հետաքրքիր մեկնաբանություններ են հետաքրքիր մեկնաբանություն եկավոր, գիտես չէ, եկա։ Ես վրեժ եմ լուծում ամեն անգամ։ Գիտեք ինչի է վրեժ լուծում, որովհետև հիմա էլ Ռիփսիմեին են գալիս հարստանեն։ Մարդի են Դու պատկերացնում եք, ես Ռիփսիմեին ամուսնացնում եմ, Արփին ամուսնացնում եմ, ստեղ կնստեմ կվարեմ։ Բայց նշանվածը դու ես մեկ ենք տանելու, տարբերություն է։ Դու մերին կբերես ստեղ։ Մեկ երկուսով կվարենք։ Նախություններ մի սպասեք կարդանք, մի հատ հասկանանք կոնկրետ բառացի։ Ով է քեզ տանում, ասա։ Հələ կարտա տեսնենք։ Տանում։ Էսեր, Հակոբ ջիլը գրել է Ռիփսիմեի մատին, մատանի եմ գնում դնեմ, այս սենց հարց եմ ուզում։ Իրան եմ հավանել, պապ ջան։ Իրանը սաբանե։ Ջուլիկ, դեն սրանը փաթեթի տանենք։ Ահա։ Հիմա մի հատ հասկանանք նախ Հակոբ ջան, դու Փեսեն ես թե կեսրարն ես, որ հարց ես ուզում, մի հատ էդի հասկանանք։ Կարևորը դրանց քո կարգավիճակը չի փոխվում, հարցը դու ես։ Հա, մենք ահա, ամուսինները գալիս են, թողում եք։ Հարց ես։ Արի Հակոբ ջան, արի ախպերս, արի։ Արի ախպեր։ Չէ՞ տղա դու էլ տես մի անգամից արի, դու կրակնդացել։ Դու հարցի տերն ես, մի հատ ծանրացրու տեղը, 10 հələ կգա կոնյակով բանով կհասկանա։ Գիտես ինչ տպավորություններ, ուզում եմ պրծնի էլի մեզ։ Չէ, տենց հեշտ չենք տալու բնականաբար Ռիփսիմեին։ Բանե, աշխատավարձդ ինչքան է տղա ջան, որ սա հարցեր ուզես կքննարկի։ Ինչով ես զբաղվում։ Եվ այժմ ամսական աշխատում եմ 2 միլիոն ամերիկյան դոլար, դա իմ աշխատավարձն է։ 2 միլիոն դոլար։ Հենարի մետ ամուսնացի։ Վերջում այն բաները որ կա են, սկեչերից մեկն է, չէ, ասում է, չէ, մեր փեսեն ոնց որ չինացի է երևում։ Յանը ինձ համար վճարում է $80,000։ Ստյոպ ջան, բայց ես մեր փեսեն ոնց որ ավելի շատ ճապոնացիան նման։ Այ կարգին հաղորդման ճիշտ է, բայց մինչև քեզ պսակելը ամեն դեպքում Չարենցավան հրավիրված ենք խորոված ուտելու։ Աղասի Խաչատրյանը, Վահե Մակարյանի հարևանն է լրագրող, Վահե Մակարյանի գարաժի։ Գրել է ընտրություններից հետո հունիսի 7-ին մերժում ենք 16-ին, աղջիկներ եւ փայլակ, դրանից հետո կկազմակերպենք հանդիպում Չարենցավանում, ես Վահեի հարևանն եմ, խորովածը իմ կողմից մեր հողամասում ավտոտնակներ կտեսնեք, Վահեի ավտոտնակը։ Հետաքրքիր է, Վահեն հրավիրված է, թե չէ։ Դե հա, դե հարևանը հրավիրված է։ Այստեղ մի հատ հարց առաջանում, որտեղ ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիր ընտրվել է։ Հիմա կարող է այդ խորովածը չեզոքացնել։ Ջրվել գնացել, հա։ Մենք դա ուզում ենք հասկանալ։ ԿՊ չլիներ։ Թումնա խոզինը դարձել է օրինակ հավի, կարա տես տարբերակ լինի, հա։ Հա, տես տարբերակներ։ Հա, մեկ էլ մի բան էլ ճշտենք, էլի հյուրերի ցանկը ես տեղեկացնեմ, որ մենք էս 3 հոգով չենք տաղավարում, կան տեխնիկական թիմի աշխատողներ, ռեժիսոր ունենք, տնօրեն ունենք, օպերատոր ունենք, մի խոսքով տենց ընդհանուր կենասների ճիշտ է, հասկանանք, քանի հոգով կարան թիմն էլ ասեք հասկանանք։ Գրի ախպերս ջոգենք։ Վերջ, ապրես։ Էլի են եղել իհարկե մեկնաբանություններ, բայց որպեսի մենք բաներել էին գրել սրտիկներ, ինչ որ լավ գրել էին ջեբեջան։ Այս անգամ չկան տենց ինչ որ sense թունոտ, հարախոտ։ Դուք ամուսնացած եք ջեբեջան ջան։
Ոչ, ամուսնացած չենք։ Մենք ոչ մեկ այդ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք, այս իմաստով։ Չենք։ Եվ ամեստության ձևով։ Հարգանք Փողը իր դուրա։ նկատմամբ հասել է կուլմինացիային Էվերեստի Հա, գագաթ։ մեկն էլ գրել է մի րոպե։ Արարարտը գրել է ինձ էլ հրավիրեք, ես կպպզեմ, եթե նստելու տեղ չլինի։ Որտեղ ստեղ։ Հա, Արարատ ջան, ուրեմն մենք մեզ այդպես մի աշկով եք նայում, մենք մի աթոռ ունենք բազմոցի վրա, տեղ կա, նենցա որ մենք եթե հյուր Ու երրորդ մասում չենք նստելու։ Բայց չենք ասի որ Ու երրորդ մասում չենք այ։ Ու պպզում են, հա, երրորդ մասում նենցա որ Այն արձակայցանը չէ, որ Վարդենի սում է, չէ, որ կակնյաց ասում է ես հիմա չեմ ասի որտեղ չեմ ասի որտեղ է։ Հավատացեք, լուրջ իրավիճակ է։ Մենք թշնամուն պետք է չասենք որտեղ են գտնվում մեր հերոս տղաների հետ, մեր խիզախ ընկերների հետ։ Որ մեր տեղը չիմանան, հա, տեղները հանգած չիմանան, բայց Չկա շուտվանից, նոր հումոր։ գնացել էր ընտրության։ Հա։ Ելոր ակնոցներով ռեյբան բան։ Գնացել էր ընտրության։ Մի խոսքով էլի շարունակեք գրել, մեկնաբանություններ, Ոայ, շատ վերադառնում են- ենք եթեր, հա։ Շատ են տեսանյութերը, եկեք սկսենք, քանի որ ասացինք, խտացրել ենք։ Նախընտրական ամբողջական Հայաստանը պատեր, վերադառնանք նախընտրական Հայաստան են վերջին օրերն էր ընտրությունները, եթե հիշում եք, ովքեր էին գնացել ՔՊ-ի ամփոփիչ քարոզարշավին ու ոնց էին այդ գլխականակը, այսպես ասած, ապահովել իշխող ուժը։ Ուզում ես ասես վարչական ռեսուրս է Չեմ կիրառվել։ ուզում ասեմ, ես բան չեմ ասում, տեսեք։ Չէ, ես պասաժիր եմ։ Հա, որտեղից եք եկել։ Որ շրջանից եք։ Վեդի։ Վեդի։ Ո՞ր եք եկել։ Ես շատ գիտեմ, բերել էր լայքը, լավել է։ Այսպես ասել էր պասաժիրը։ Ասա դե մի փակցրու։ Դե հետո հայտարարես ով ասել։ Մարդ չի տեսնելու։ Նայ, ում հետ եք եկել, կոլեկտիվով ում հետ։ Աշխատողներն են, գյուղացիք է, ես շատ գիտեմ։ Շատ գիտեմ։ Ես իմ անձնական ավտոբուսն է։ Դա նոր ասում եք ուղևոր։ Չէ՞։ Հապում է։ Խաֆում է։ Չի ստացվում մոտը։ Հիմա ուղևոր եք թե վարորդ։ Վարորդ։ Ում եք բերել, լավ։ Որտեղի կոլեկտիվ։ Փոս տվել են, բերել եմ։ Հա, բայց որտեղի կոլեկտիվին։ Մուրցաձորի։ Մուրցաձորի։ Լսել եք ինչ են ասել մարդկանց տիպողաբար են նստացրել ավտոբուս բերել։ Չէ, սրանք սաղ Նիկոլականն են։ Սրանք։ Բայց ինքը չէ։ Ձեզ Ասма ես չէ։ Ես իմ բերելու փողն եմ առել։ Հա, մարդը փող է Շատ ազնիվ է։ աշխատել։ Բայց նա միակը չէր։ Ես էլ եմ գնացել մի հատ աբխոդար Ոնց կներ դու չգնայիր։ Տենային կավ չկա ու ովքեր էին եկել ուրիշ, նայք, ոչ ենք ասում վարչական ռեսուրս է եղել, դա արդեն դուք դատեք։ Խնդրեմ։ Երևանից եք։ Եվ Երևանից եւ մետրոպոլիտենի աշխատողներ։ Ահա։ Այս ինքը իրան ասել։ Այո, այս մեր կոլեկտիվն է։ Քանի հոգով եք եկել։ Շատ։ Քանակ չկա։ Աստղերին թիվ եկել համար են, չկա։ ովքեր որ սմեն, ովքեր սմենի չեն, եկել եք։ Այսօր ձեր սմենը չէր։ Այսօր իմ սմենը չէր։ Ինքը մի օր է մետրո չաշխատել։ Գնում եք ԿՊ-ի քարոզարշավ։ Իհարկե։ Միանշանակ։ Ինչ է։ Ինչ է։ Շելա ինչ։ Հաղթանակ Ձեզ երևի։ Երևանից եք։ Այո։ Որ համայնքից։ Քանակեր Զեյթուն։ Քանակեր Զեյթուն։ Այո։ Աշխատում եք ինչ որտեղ։ Այո, մետրոպոլիտենում։ Սրանք մետրոպոլիտենի կոլեկտիվի։ Դա ասեց էլի Անթիվան համար։ Չեմ կարող ասել, բայց աղագին են կամ։ Լավ, էական չի, էական չի։ Մեկ ուզմափրկի արդեն դրան, էական չի, տարավ։ չի, էական չի։ Այս բոլորդ նույն կոլեկտիվի անդամ եք, հա։ Մետրոպոլիտենը պլյուզերի աշխատում։ Սպասելի քրիչը չկա։ Ջոյում։ Երևանի համայնքից։ Որտեղ եք աշխատում։ Որտեղ եք աշխատում։ Շտաբ ուժօգնությունում։ Բամ են թողել։ Կոլեկտիվով եք։ Իրեք եք արագ։ Չէ, բայց իհարկե ԵՍԿ-ի արտարացումը եւ մեկնաբանությունը բնականաբար այն է, որ աշխատանքային ժամից հետո է արվել։ Գիտեմ հələ Բայց 103-ը շտապ օգնություն Չէ, չա։ բոլորը աշխատողներ այդ օրը սմենի չեն։ Ով սմենի չի իրանք աշխատում եք եկել։ ինչ որտեղ։ Հա, շինարարության վրա Դու մի խոհ տեղ գլխարկը։ աշխատում ենք։ Շինարարություն եք անում, էլի։ Լսեք ինչ ասում։ Շինարարության վրա է։ Ասма ցեխ եմ անում, տալիս եմ իրա, լսի։ Այն որ աշտարակի համայնքապետարանի մոտից ավտոբուսներով եկաք, դուք նրանց Այո։
Այո, հիմա նայեք, ինչն է ստե այս մարդը ինչ ասում, ասում է շինարարության վրա եմ աշխատում, բան, այն ասում է ես ցեխ եմ անում, տանվեն վրա, բան որ մարդիկ են գրոդի։ Բայց այս նույն մարդուն մի 20 մետր ներքև մեր ուրիշ գործընկերներ հոսացրել ու պարզվել էր կոմունալ բաժնիցեն աշտարակի, ոչ էլ։ Այսինքն այնտեղ ասել է, ճանաչել ճիշտը չի ասել։ մետրը որ գնացել է, ջոգել էր, որ ինչ որ բան պետքա չասեր, իմ մոտ արդեն տենց բաներ է, բռնել ենք, всё։ Աշտարակը լայն հասկացողություն է, աշտարակում որտեղ։ Այս մի րոպե հենց նույն օրն է։ Նույն մարդը նույնը։ Չէ, 10 րոպեի տարբերությամբ։ Իսկ քանի հոգով եք եկել գործի տեղից, քանի հոգով եք։ Ես մենակ եմ գործել, մեքենա։ Այնպես որ 4 մեքենան այ կողքից։ Այս էլ են ցեխ անողներ են, որ ասում են ցեխ անում տալիս են նրան։ Աղբահանության վրա։ Քաղաքապետանի աղբահանության բաժնում։ Տեսա խնդրեմ։ Ահա եղավ։ Բայց հանուն արդարության ասեմ, որ ես որպես աշտարակ խոշորացված համայնքի բնակիչ, Օշականի, օրինակ ես անձամբ գիտեմ մարդկանց, ովքեր որ ստիպված աշխատանքը չկորցնելու համար նստել են այդ ավտոբուսները եկել են։ Հա։ Հենց Օշականից։ Եվ կանգնել են այդտեղ ուղակի հրապարակում բուտաֆորիային աշխատել, բայց իրենք ԿՊ չեն ընտրել։ Այսինքն այդ մասով կան, ապահովելու համար ուղակի, որ իրենց գործից չհանեն։ Կանգնել են ինչ են գոռացել, Ոչ մի բան չեն գոռացել, ոչ մի բան չեն գոռացել, բայց իրանց ասել են թեկուս եկեք ուղակի կանգնեք։ Հատենց շատ մարդ կան, ինձ էին գրել։ Այսինքն այդ հրապարակը Չնայվ լիքը մարդիկ այն, ովքեր տեսախցիկների մոտ չեն ուզում հայտնվեն, որպես իրանց դեմքերը չկպցվեն։ Ասա որ այս անգամ երբ որ մոտենում էինք մարդկանց, այդ ժամ փախնում էին։ Դա 2018-ի հրապարակը չէր, որ բոլոր ուզում էին մի բան ասեին ԿՊ-ին լավ։ Այդ են մարդիկ էին, ովքեր ուզում են սրտիկները, դրոշները, դեմքերը փակելով։ Ժողովուրդ, ես գիտեմ, մեր գյուղում անձամբ, ես գիտեմ մարդկանց, ովքեր ասում են գնացել եմ ուղակի կանգնեն, որտեվ ասել են կարան, չգիտեմ։ Բայց ես գնացել եմ նաև աշտարակ, որ ասել ահազանգ ունենք, որ մարդկանց համայնքապետան դեմից ոնց են ավտոբուսները ու գնացել եմ աշկով տեսեմ քանի ավտոբուս ինչա կատարում մի հատ այդ տեսանյութն ունենք դիտենք ամբողջ պատկերը երևում է ավտոբուսները խափելով չի ավտոբուսները ուղարկել են մարդկանց հետևից քանի ավտոբուս հիմա կարող ասեմ ինքնաբուխ եկել են այս համայնքապետանից ինքնաբուխ sense դուրս են գալիս Օշական կոնկրետ ավտոբուսներ են ուղարկվել մարդկանց տանելու համար հաստեղ չեն հերքում այդ մարդիկ ասում են հա գնում ենք այն համայնքապետանի աշխատողն է հարցնում են որտեղ եք աշխատում մարդիկ պաշտոններն են ասում են կազմակերպ ու սա վարչական ռեսուրսի կիրառում չի էլի ու այդ ամբողջ ընթացքում 16 համարի դրոշները ավտոների հետևները սենց բան են կալցիվոյով սենց պտույտ էին տալիս որպեսզի ճնշում գործադրեն որ խոսամասեք պատվերով խոսող հա ասում են ինչ եք ուզում խոսան ասում ինչ եք խոսում որ յանի ոնց եք մեկնաբանում եկել էին կողքից աջակիցները նայեք համայնքապետանից դուրս են գալիս նստում են պես այս կնոջը հարցնում են օրինակ Համայնքապետարանին աշխատում այո այո ասա գիտեք կոնե ասա չէ որ ասա չէ մեկաբան չէր փոխվելու տենում ենք այս կինն էլ ատից եկել եք համայնքապետանում աշխատում որպես ինչ մասնագետ եք սոցիալական աջակցության եւ առողջապահության հարցերի բաժնվեց ապրես 5 լավ ներկայացա երևի արդեն նախքին Չէ համար բայց այս նույն հանրահավաքին հետաքրքիր էր որ լրագրողները հանդիպել էին ում Կիրանցի համայնքապետին այն նույն համայնքապետին որը կհիշեք են Կիրանցի խառը սահմանազատման օրերին իրան պատերով էր տալիս ես հիշում եմ այդ օրը մտել էի համայնքապետան ոչ չեք հասկանում ես ինչ հոգեվիճակում եմ ինչ դարդ ու ցավեր sense ներկայացնում ու հիմա մարդը պաչիկներ զրտիկներ խնդրեմ Դուք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եք Այո Երբ բանից Բայց դու չտեսա կողքով էր Սկզբից երբ Գեղամը Նազարյան Կիրանցի Հա դե իրար հետ sense քիփ են իրանք հա Կիրանցում սահմանազատում եւ սահմանագծում էր իրականացում դուք այդ ժամանակ չեք գիտում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հայացքները դուք պատրաստ եք կանգնել ու պաշտպանել հողը ինչ փոփոխվեց ձեր մեջ Դե ասա է Մարդը ընդհանրապես պետք է ինչ որ մի բանի գնա որ հասկանա ինչ է ինչից հետո է չէ Դե գնացել ենք հասկացել ենք ինչ է ինչից հետո էլի Բայց գնա որ հասկանա հա տեսա գեղամ Ուր գնա Չէ ասում եմ որ մարդը պետք է մի բանի գնա մի բանի որ հասկանա
Ինչը ոնց է Ես եկան ուրախ եմ, որ դու հասկացել ես, ասա ես էլ հասկանամ։ Ուր գնա։ Ուր գնա, որ հասկանա ինչը։ Իրա դեպքում ճանապարհները քփ են տարել, ինքը դրա համար տենց բոլոր ճանապարհները տանում են։ Այո։ Ուրեմն իրանցի համայնքապետի այս նախ այս հանրահավաքային բանից հետո հետաքրքիր էր նախընտրական ընթացքում հերոստա բանավեճը մի քանի կտոր են առանձնացրել ամսի 4-ին էր, չէ, եթե չեմ սխալվում։ Հա Բանավեճը։ Մեծ բանավեճը։ Մեծը հավեր առաջին հիմնական, դեպքերով։ Նախ միջև է տենց հետաքրքիր են, որ պոպկորնով բանով դեռ հետաքրքիր ով կգնար, նախ ով չէր գնա եւ այլն, հետո։ Դե չգնացինք Քոչարյանը եւ Ծառուկյանը, Թաթոյանի Վալերյան Հարությունյանը չէր եկել եւ հետո Հայկ Մարությանը եկավ ու միանգամից գնաց։ Ինձ թված գոնե կկանգնի ամբիոնի մոտ կասի։ Արա ո՞նց եմ ես քեզանից զզվում։ Արա ո՞նց եմ ես ձեզանից զզվում։ Բայց դա չարեց։ Չէ՞ Կոյկին ինչ-որ մի բան ասեց ու գնաց։ Ասում եկա տեսա գնաց։ Չէ, եկավ Փաշինյանին առաջարկեց, ասեց արի գնանք տետատետ։ Հա, իրան հետ ես մանր ունեների հետ չունեմ, ասել ես ձեր հետ արդեն վարչապետ էր այդ ժամանակ, ինչպես մյուսները։ Հա, մենք իրար հետ ենք ճամփա անցել, էնել Փաշինյան տեսավ տեղից չի շարժվում, ստիպված թողեց գնաց մենակ ու բան Թաթոյանն էր հետաքրքիր քայլեր արել, ինչ էր հետը բերել, տեսնենք։ Նախ ես գիտեի, որ ակնկալում էի, որ այսպես լարված է լինելու, ես Վալերյանա եմ հանգստացնող։ Մի րոպե, այստեղ մի հատ հարց առաջանում։ Նախ պարոն Փաշինյան, ձեռը մյուս անգամ, Չէ, բայց էլի հետաքրքիր դժվարներ էին։ Ես ChatGPT-ին հարցրել եմ, ասել եմ, եթե այդ Վալերյանկան մեր քաղաքական դաշտին չի օգնում, դե պարզ արդեն եսի որ թվից Վալերյանկա են իրար տալ։ Հիշում եք, որ Փաշինյանն ասել էր Վիշարյանին։ Վալերյանկա չկա, Վալերյանկա բերեք։ Գետապուրա Վալերյանկա չկա այդտեղ։ Հանգստացեք մի հատ։ Չտենում ենք չի օգնում, հարցրել եմ ChatGPT ջան, հələ մի հատ ասա ուրիշ ինչ դեղեր կառաջարկես։ Ինչ դեղեր ես գտել։ Բան քաղաքական դաշտի համար, ասելա։ Ուրեմն թվարկում եմ։ Մյուս անգամ բանավեճերին էսի հետներդ կտանեք։ Մյուս ընտրություններին։ Դիազեպամ, Լորազապեմ, Օլանզապին։ Այս երեքը հիշեք։ Երիցուկով թեյնել է հանգստացնում։ Տնոշեն է դեր վաճալիվի չէ։ Այս կարդ արդեն զգում եք դրանց թույլ։ Այդ քաղաքագիտ բանավեճերի մասին։ Հոգեմետ բոնսս դավ հանգստացնում։ Կատվախոտ։ Էդի նույն Վալերյանկան է։ Հա, բայց այս քարտաշը չէ, ներողություն, այս բանավեճի ժամանակ էլի իհարկե հետաքրքիր դրվագներ էին եղել, կարող ենք նայել այդ Թաթոյանի հետ հատկապես իսկականից։ Թաթոյանը ինչ որ լավ գազ է տալիս այդ օրը, խնդրեմ նայենք տեսանյութը։ Ամենակարևորը Պարոն Փաշինյանը շատ այտենց վարպետորեն թաքնվա բանակի հետևում, բայց ինձ համար ինքը մարդ է, որը առանց տղամարդկության կարող է կանգնել զոհվածի մոր վրա գոռալ։ Վիրավորել ընտանիքների անդամների։ Մի րոպե։ Պարոն Թաթոյան պայմանավորվել է այդ։ Մյուսը Տղային կարքի Փաշինյանի միջամտեք, պարոն Թաթոյան միկրոֆոնը անջատած է։ Պարոն Կարապետյան։ Պարոն Սուրաբյան տղուկ կարքի Նիկոլ Փաշինյանի միկրոֆոնը անջատեք երկուսինը։ Մի րոպե։ Պարոն Փաշինյան, չի կարելի։ Պարոն Փաշինյան, անջատեք Փաշինյանի ձայնը, անջատեք Թաթոյանի ձայնը։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ մյուս անգամ չփորձել վիրավորել ինձ, այդ ճամարտակելը դուք եք ճամարտակում։ Ես էլ հաջորդ տեսանյութ եմ անգամ։ Մեկ ճամարտակելը, ուրեմն Պետրոս։ Այդ բառը ես շատ եմ սիրում, հա, ես եմ ճամարտակել։ Նոր ես անում եմ, ձայնից կտրում եք, հավասար պայմաններ է պետք։ Այո, Պետրոսը շատ կողմնակալ էր։ Քաղաքացիական պայմանագիրը Դու ինչ էիր սպասում։ Նախընտրական քարոզչություն ահռելի եւ այդքան ասում եմ մենք աշխատավարձով ենք ապրում։ Ոստեղ ինչ է հետաքրքիր, ասում է Պետրոս, ասա թող ինչ չվիրավորի, բայց ասենք նույն Նիկոլ Փաշինյանի Պետրոսի ինչ ասել էր, էլ Դոդի Նատաշկա, էլ ինչ ասել էր։ Պետրոսը փաստացում իրականացնում։ Նշանակում է շատ Սխալ մարդ եք դիմում, պարոն Թաթոյան։ Սխալ մարդ եք։ Այսքան թիրախավորումների տակ ենք։ Բացի Թաթոյանից իհարկե Նարեկ Կարապետյանն էր իսկականից։ Ուզում եք միանգամից այդ հաջորդ տեսանյութն նայենք։ Հիմա այսպես ինքը Նարեկ Կարապետյանն էր, իսկականից լավ կարծիք էր արտահայտում։ 14 պրոհայկական ուժ եւ 1 պրոադրբեջանական ուժ եւ այդ մեկը դու ես եւ այդ մեկը դու ես եւ այդ մեկը դու ես։ Ահա, բայց դա ինչ որ սխալ չէր։ 14-ի մասով։ Հա։
14 եւ Շատ մեկը լավ դու ես։ կարծիքի է բանավեճի ներկա քաղաքական ուժերի մասին Արեգ Կարապետյանը։ Բայց չեմ իհարկե կարծում եմ, որ դա ինքը տես չի Նկատում ես մտածում։ պրո-ադրբեջանական։ Ասում եմ, այստեղ կա 14 պրո-հայկական ուժ եւ կա ընդամենը 1 պրո-ադրբեջանական, այդ մեկը դու նկատում ես, որ պրո-ադրբեջանականը շատ ունեմ, որ այդ նույն եթե նա պրո-ադրբեջանական է, իր արբանյակ ուժերը այնտեղ կային շրջակայքում շողերը արևի։ Ուզեցել է ֆիքսի մեկը դու ես, Նիկոլ Փաշինյանի այդ հայտնի ֆրազա։ Դե հասկացանք, ստացվել էր այդ մասը, որ Իրան էր վերադարձել իր արտահայտությունը, բայց ուզում ենք ասենք այդ 14-ի մասը մունետիկներին մոռացել ես։ Միանշանակ չի։ Հաջորդը միջև բանավեճը եւ դրա հաջորդ օրը եւս պոզիցիաներ հետաքրքիր ասեք, ամենաճիշտ պոզիցիաներից այս իրավիճակում լսի, բայց մեր քաղաքական դաշտը լուրջ տվել են գիտա բանի հետազոտական։ Դե գիտես ոնց որ թատերական ներկայացման վերածած։ Բայց այդ էր բանավեճը։ Դու դեռ բովանդական ինչ-որ բան լսել ես, օրինակ ծրագիր լսել ես, մոտեցում լսել ես, որ նո այդ ադրբեջանցիների վերադարձի բանի մասով ռիսկերի սահմանադրության փոփոխության բան, ինչի չեմ լսել։ Բայց նոր բան չէ, նոր քաղաքական դրույթներ են։ Նորություն նայելու բաներ։ Ես այդ մասով իրոք որ մի կողմից նայում ես, որ կա այդ վտանգը քո երկրում օկուպացված տարածքներ, մյուս կողմից նայում ես քաղաքականությունը պոպկորնություն։ Քաղաքականությունը չէ։ Փաշինյանի ու մնացածի գզբրտոցը։ Բայց հայ դեմը վերջում ինչ եզրակացության է գալիս, դա լավ մաֆիա խաղի։ Սիրելի մասնակիցներ, հարգելի մասնակիցներ, առանց ժամանակը կորցնելու անցնում ենք վերջին փուլին եզրափակիչներին, սկսում ենք բոլորին դեմեմ Սպարտակ Գյուրակը, խնդրեմ։ 1 րոպե։ Խնդրեմ։ Սկսի։ Սիրելի հայրենակիցներ, ես այս խաղի շերիֆն եմ։ Պարզել եմ, որ բոլոր տեխնացուները սև են։ Մենակ ես բոլորին դեմ։ Հունիսի 7-ին բոլոր կարմիր խաղացողներին մեզ այսքան ներբեր, բայց իրենց վարչապետն տեխնացու Նինա Կարապետյանցը չէր։ Այո, այո։ Ուղղակի Նինա Կարապետյանը որ ցուցակով երրորդն էր, դրա համար եկել է ցուցակը գլխավորող առաջի համար։ Առաջին համարն էր եկել, ինքը ուղղակի վարչապետի տեխնացուն էր, ոչ թե առաջին համարը։ Բայց կարար Նինան էլ հենց կար։ Որ Նինան բավականին ակտիվ ու լավ բաներ, բռնության ենթարկվելու նշաններ անում սկզբից այստեղ, այնտեղ հետաքրքիր ինչ-որ տրյուկներ կային դեմեմից, այսինքն իրանք տենց այն անլուջի տպավ դիվան քշելու ինչ օգուտ։ Դե հա, ի վերջո պարզվեց, որ ձեն են փոշիացրել իրականում, էլի, ասենք դե այն ժամանակ ուրախ էր, լավ էր, ամեն ինչ օքեյ, բայց վերջը քո արածը ՕԳԳ Ինչ եղավ, հա։ Դե այդ ՕԳԳ-ին կանրադառնանք արդեն փունընտրությունների փուլին հասնելու, որովհետև հələ չենք ամփոփել նախընտրական իրավիճակը, ինչ ունենք նաև այս առումով։ Ուրեմն Գյումրիում ուժեղ Հայաստանի քարոզարշավային հավաքի հետաքրքիր է, որ մեկը եկել է, որ ԿՊ-ի աջակցել ես, ԿՊ-ի աջակիցներից ունիկալ դեմ կա, բանը, իսկական օվերդոզական մի հատ նայենք այդ տեսանյութը, ով էր եկել ու ինչ էր ասում, ինչ էր դոզում։ Գյումրեցին լավ է, Ես օրինակ վատ եմ ապրում, որովհետև 37 տարի է տուն չեն տվել ինձ։ Կորցրել եք ձեր տունը։ Այո։ Այդ Սլաբոդկին որտեղ կորցրել եմ 37 տարի ես բնակարան չեն տվել ինձ։ Այսօր եկուց կա։ Օրեր առաջ Փաշինյանն էր այստեղ հանրահավաք անցկացնում, իրեն դիմել եք այդ հարցով։ Ինձ ոչ մեկին էլ չեմ դիմել ես ինձ ամուսին ունեմ, էլ ինձ ոչ մեկն էլ չէ։ Հետո մեկ բայց քարոզարշավին առաջիկայում տող հարցերից։ Ես չեմ ուզել ոչ բան հետևել։ Չեք մասնակցելու։ Ոչ, չէ, որտեվ չեմ ուզել։ Կարևոր չէ թե ձայնը։ Իմ ձայնս էս կարևոր չէ, որտեվ ինձ ով ինչերից որ ես իմի։ Ինչ էիր ուզում էնեի։ Ես որ ընտրեմ միայն Փաշինյանին կդեմ։ Դե ասա, երևում շատ գոհ եմ այ։ Որտեղից единственный Թող թույլ չտան կանայք ինքն էլ չգոռա։ Լսա՞ք։ Կանայք թույլ են տալիս, նա էլ գոռում է։ Իմ հայրենիքն եք կորցնելը։ Ոչ որ մի հատ մարդ կա, единственный կարգին մարդ, դա Փաշինյանն է։ Единственный։ Բայց իր ամուսնուց հետո։ Այո, конечно, да։ Չեն դեմից ասեց։ Ես ամուսնանից խոսեմ, գիտեմ որ լավ մարդ է մեծատառով, ինչ խոսեմ։ Մեծատառով մարդ է։
Այս ամուսնու մոմենտով ինչ ասում։ Չէ, արդեն այդ տունել, տեղնել, ոչ մի բան էլ պետք չէ։ Ես նենց ամուսին ունեմ, որ աշխարհի տերն է։ Ես ինչ պետք է որ Իլոն Մասկն։ Շատ հայտնի մարդ է։ Ես գիտեի Թրամփն է իմ աշխարհի տերն իրան։ Շուտով հարցանիքս կլինի կտեսնի։ Սկրելիչերը պսակն են։ Այո, նոր պտիլնի։ Դա Հանդրակյան, Լախբերից նոր ամացի, պտի 40 կասնի, կսկսենք արդեն։ Նորմալ է իսկին։ Ասում ախոր 40 դեկը պրծնի հարսանիքը կլնի, ամուսինը աշխարհի տերն է, աշխարհի տերն է, տես վյադ երկար է։ Ուրեմն էլի շուտ ածել։ Եդիստվիննի։ Ուրեմն այն մատանի թոլը չբերեմ, ոտդ կաղքից։ Հակոբ ջան կարող ես շոտիկի։ Ինչ էր այդ ջիլ։ Հակոբ ջիլը։ Ջիլ ջան կարող ոտդ կաղքից։ Իր այդի մատանի են բերում մեն էլ եք ուզում ուրի։ Շատ լավ ունիկալ կերպարներ են։ Մեր հայելը։ Ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը աչքի ընկավ ուտելու դրվագներով, այս անգամ էլ եթե օվերդոզա, ուրեմն ուտելու մի դրվագ կա։ Երեխեք մի բան ասեմ, օրինակ ամբողջ այդ բանի ժամանակ ընտրության անկեղծ մտածում եմ, որ էսա մի ինտրատեղամասում խաշլամա բանա դրածնելու։ Տեղամասում դնել։ Ուտելու է, այդտես զգացողություն։ Բան է, հատնահետքի սարքի հետևից ելնումա գարա խաշլամա խոսքի։ Դե բանը հասավ նրան, որ խոզի կաշի էին ուտում, ես ասեցի խոզ, ասենք այդ տպելու բանի ինչ որ բարձրացի պարոն Փաշինյան այս բանը կտրոնները խոզի կաշվից ա ու տենց սկսեին ուտել այն բաները դրոշմակնիկներ էին փոքրիկ ինչ էին դրանք կոչվում ակցիզային բաներ են փոքրիկ ինքնակպչուն հա բաները էմբլեմաները Դե թողեք նայենք ինչն է ուտելու դրվագը էսի այն հատվածն ենք վերցրել որ գաթեքն է թռցնում էլի սեղանից վերջում հետի չէր հա էտա Դեմը մի փայ գնում ավայ։ Էս որտե՞ղ է։ Ես չեմ հիշում որ համայնքից է։ Այդ քո համար սակայն ինչ տարբերություն է, այդտեղ էլ էս սեղանը պրած, բայց նույն մենյուն լին ազգում եք, նայի։ Մեղրը, գիլասը, Տորիչը, վարունգ պամիդոր։ Այո, կերասը, գաթեն, վարունգ պամիդոր, ծիծակը։ Էս ինչա գաթա։ Սրան ինչ եք ասում։ Շուշան։ Ոնց է տնական արաղը։ Սրան ինչ եք ասում Շուշան։ Մեկ այս տարբերությունը ինչ ասեին։ Իսմա Նիկոլ Փաշինյանին պատժելու ամենամեծ բանը կլինի ասել հաց պիտի չուտես շաբաթ։ Ինքը ասես նոյեմբերի 9-ից հետո չեմ կերել։ Հա, բայց այդ մասը մեր տեսանյութում ափսոս չկար, երևի կարճ էին կտրել։ Վերջում ասում կարամ ես գաթեկը տանեմ, վերջում փաթաթում կտոր գաթեկը հետը տանում ա, լուրջ եմ ասում։ Դրան անուն ա տվել Ռոբերտ Քոչարյանը, լսենք։ Այ լավ է, կոմբայնը։ Ինք չի հասկանում թե ինչ է գյուղատնտեսությունը։ Ինքը գյուղատնտեսական ապրանքների սենց լուրջ, շատ լուրջ սպառող է։ Ուտում է, ես նույնիսկ անունը դրել եմ սեղանի կոմբայն, երբես Կոշտանալու։ Սեղանի կոմբայն։ Երևի լավ խոզ է խանձում, դա բայց բացի ուտելը բայց ֆիքսեցինք որ Փաշինյանի մոտ լավ է ստացվում, բայց մի բան կար, որ իրոք մոտ լավ չի ստացվում, միշտ է։ Դուք ասեք։ Ինչն է։ Ռուս թրցնելը։ Արդեն թրցրեց եկավ ընկավ, ծրտին թևին եկավ ընկավ, արդեն որ երրորդ անգամ է դիտենք այդ հատվածը։ Բայց դե խորհրդանշական բան կա։ Երևի ասում է հուշից է։ Ժողովուրդ, խաղաղության մասին խոսող ղեկավարը խնդիր ունի։ Այս տեսեք հուշ թրցնողը ոնց է պրոֆեսիոնալ։ Այստեղ խորհրդանիշ կա, խաղաղության մասին խոսող ղեկավարը խնդիր ունի խաղաղության խորհրդանիշի հետ։ Այդ հուշը արդեն հանձնել են երևի։ Չէ, այդ հուշը երագլխի հշերից է, դավաճան ընտրակեղծարար, նստած է։ կոռուպցիոներ, հալանչի, բորդյուր ես դու ուտելու։ Մյուս ընտրություններ 31 թվական տինոստի։ Այդ հուշը Բարդան Ուղղազյանի կողքի բանդակում նստած է, ավելին ասում մեր տեղեկություններով։ Վնգստալու ես դու հուշ, վնգստալու ես։ Կոթր չթռնելու համար։ Վնգստալ չգիտեմ, այս գվում է հուշը։ Մի հատ էլ է հետաքրքիր դերբակ կար։ Հիշում եք երեխեք,
ԿՊ-ի քարոզարշավի Խոշը չէր վնգստալու իրան դատավորն էր վնգստալու խոշը Ղուշնել էր վնգստալու բանը մի հատ ձուկ ծախող կար ուրեմն ԿՊ-ի խորոված փարթին եկել էր այստեղ այս ոնց ջղայնացած բան ուրա Փաշինյանը ասես մոտավորապես ասում եք աղբե ջան ինչ ա եղել ինչ ես ուզում բա ես քյավարա ձուկ ծախող ասում Ավինյան ընդ մարդ չկա տվին ինձ ծբխին ձկերս տվին ապրանքս փչացին փողոցային առևտուրը ասում թողեք ես գնում եմ ինքնասպանել եմ իմ հարցը չեմ լսում ես էլ համոզում եմ ասում չէ էլի եղբայր եթե այդ ճանապարհը չի մի եղի ինքնասպան բան չէ դրանք մարդ չեն բան Կարող եք վիդեոն դնես մարդիկ նայեն Չէ այդ վիդեոն չեմ դնում ուրիշ վիդեո եմ դնում դրա շարունակությունը լսի Մի հատ բանում էր կարծեմ քանակեր զեյթունում էր եթե չեմ սխալվում թե արաբ գիրում դերամ եմ որ Փաշինյանի շարք ունի որ ասած գալիս են հետը նկարվում են քարտեզը դնում ասած կանգնած միտեղ պիկապի մոտ գալիս են դերամ է ձուկ ծախողը եկել է սիրալ իր բան ձեզի շնորհակալություն եմ հայտնում բան ման հետը իր շոկոլադնի հատնաշ նույն մարդը տարել էին չգիտեմ կալե կապել էին ինչ էին արել շոկոլադնի հատնաշ Փաշինյան ջան 16 խամար 16 Ես օրինակ մի հատ դրվակ հիշեցի այդ ժամանակ վարչապետը Տիգրան Սարգսյանն մարզերից մեկ էին գնացել դե գիտեք այդ ժամանակ վարչապետերի այցից առաջ էին լրագրողները հասնում եւ այլն չէ ուրեմն գնացել են այդ գյուղացիներին հարցնում եք ինչ խնդիրներ կան իսկականից խնդիրների մասին էին բարձրաձայնում եւ այլն դե ասում են հեսա կգա Տիգրան Սարգսյան Հայաստանի վարչապետն է իրան կասը իջավ Տիգրան Սարգսյանը մի գովք Նրի վատամարդը մենք դուրս եկանք ասում ես մի րոպե դու չէ այսինքն բայց հետո հաստատ չէր հանդիպել ուղղակի եկավ հանդիպեց ու տենց սկսեց բան չէ ուզում եմ ասեմ բանակցություններ համոզել փող տալ բան sense Չէ նկատում եմ մեր տեսախցիկների առաջ իրենց խնդիրներից էին բողոքում որի հասցեատերը կառավարության ղեկավարն էր ժամանակ Տիգրան Սարգսյանն էր բայց հենց Տիգրան Սարգսյանը եկավ այդ մարդիկ գովեստի խոսքեր էին ասում բայց այն ԿՊ-ի ժամանակ Ավինյան ասաց արի բան երևի տարելա կաբինետ չգիտեմ ինչ ու հիմա ինչ դրվագենք մենք տեսնում այդ նույն ձուկ ծախողը եկելա Ծառուկյանի հավաքին բայց բանով եկելա որ Ծառուկյանին ասի դուզ սուտ հասան վատ մարդ դիտեք այդ տեսանյութը Առաջի անգամ վարչապետին տեսա ասի պարոն վարչապետ սենց խնդիր մեջ եմ ինգել այն մարդը գուցես առաջը ասի դրես դրի ցանկես ինտեմ քաղաքապետարանից ու լուծեց այն մարդը մի յաց ոչ մի բան պետք չէ այս ինը պալանջում որ խոսքի այս ինչ խափ է այս է խափած ուրեմն ժողովրդին է խափում Ճիշտը մի հատ է։ Հիմա այսօր եկել եք կրկին Ծառուկյանին հանդիպել։ Ես եկել եմ պարոն Ծառուկյանին տենամ, կասեմ պարոն Ծառուկյան, դու քո խոսքի տերը չես, ոնց դու խափել ես, ուրեմն ժողովրդին ես խափելու։ Ինչ անում է ժողովրդի համար չեն անում իրանք։ Եթե ես քեզի կանեմ փաստեր։ Ասեն գնա Ծառուկյանին տենց ասել, եկել Իմ անունը Մուշոյա։ Մուշո։ Փոքիկյան։ Երևանի բնակիչ։ Քյավառի բնակիչ։ Ուսում հասկանում Ծառուկյանը կոտ է, եկինք ինչ կապ ունի Ծառուկյանի հետ Քյավառը բնակիչ։ Չի ոչ մի երևի, բայց Մուշո, լարի դու ասա, քու խարծերի մալ լուծածի։ Լարի ասա, դու հանտա ինքնասպանա գուզեիր եղի։ Այդ քեզ լարել գցել են պլիմյոտի նման Ծառուկյանի։ Ես է դուց չեմ։ Գեորգունի կա բարբարովա խոսան։ Ինքնձիկ խասկնա։ Դու մի հատ իմալ ասա, իմալ քզի փող էին տվար, ինչ էին արել, թալել էին Ծառուկյանի ջան։ Ça te dirait qu'on se marie et qu'on déménage ensemble à Monaco? Այս ուրախ նոտայով անցնենք արդեն ընտրական Հայաստանի։ Բուն ընտրական խախտումներին, ընտրական պրոցեսներին։ Եվ այսպես հունիսի 7։ Ցուցակում հանդիպում ենք Թուրքի։ Այո, Ադրբեջանցու։ Ուրեմն ինչ էր անունը, մի րոպե այստեղ գրել էի։ Էբրահիմի Սիլվանա Իսրայելի։ Ձեր հասցեն է, ձետան վրա է գրանցված։ Չէ, բայց եթե ճիշտ եմ հիշում, այս դրա վերաբերյալ պարզաբանում եղել էր, չէ՞ որ Քա ադրբեջանցի չի։ Բա ով է։ Չեմ հիշում, անկեղծ այս բանը չեմ հիշում։ Ընդհանրապես ինձ թվում է այն 8000 գաղտնի ցուցակի մեջ է Բայց մարդը տես Էբրահիմի, դու Էբրահիմի հայի անուն գիտես կամ բան։ Չէ, չեմ ճանաչում դրանց էի։ Այստեղ մնում է ադրբեջանցիները ասեն
Նիկոլ Փաշինյան çok teşekkürler ԿՊ çok teşekkürler Բայց նայ հիմնական ահազանգերից մեկը եւ ընտրախախտումների վերաբերում էր հենց այդ նույն ընտրացուցակներում լիքը մարդկանց, այսինքն մեկը բարձր է, որ օրինակ 303 հոգիա գրանցված։ Ճիշտ է, Մելոյանը ցույց տվեց բոլոր բաները։ Մեր գործընկերներից Ռիքսիմեն Արաքելյան, հիշում եք, ամիսներ առաջ ընտրություններ։ Արտուր Հայրապետյան աղբոր ընտանիքում այդ տան վրա մի երևի 10 քանի հոգի գրանցված էր։ Ես էլ սիրտս ահեր ընկել գնացի ստուգեցի, ես էլ եմ ստուգել հաճկար։ Հո, տենց մի 275 հոգով չեն։ տան վրա են գրանցել։ Հա, ճիշտ է, Քոչարյանի տան վրա էլ է։ Քանի հոգի էին գրանցել։ Նախագահի մի հոգի գրանցված է։ Դե լավ հիմա այդ մի հոգու համար խեյք է ազանգ։ Մի հոգի է, բոլոր վաստեղ չեն ունեցել գրանցվելու։ Բայց ամենը իհարկե բաներ 303 հոգիներ։ Հա, բայց 303 տոխիղշներ են, որ Կոնե բաժան եկեսին մեր տան վրա գրեիք։ Հա։ Մենակ եմ մնում։ Մյուս անգամ հասցետ գրենք տակը դվանը ծիտրերով կդնենք տակը հասցենք կգրենք։ Չէ, մենք տենց վատություն չենք անի Հաջորդ տեսանյութը այդ 300 քանի հոգին է։ Բայց մեկ այլ շատ գլոբալ խախտում ասեմ, որը մեր որակմամբ կարելի է համարել նաև ընտրախախտում, դուք վերևը թվեր եք տեսնում։ Հարգելիներս, մենք մախինացիաներն են ընտրությունների մասնակիցների մարմինների վեր ենք հանել հարյուրավոր հասցեներ, մոտավորապես մինչև 10 հաշվառվածը չասեմ, բայց ունենք 846 հասցե, որոնց վրա արդեն 20 պլյուս մարդ է հաշվառված, մեկ հասցեին, ընդհուպ մինչև մեկ հասցեի վրա 303 մարդ հաշվառված, 185 մարդ, 174 և ըստ էությամբ ահռելի թվաքանակա քաղաքացիների դառնում։ Ասենք տնեցիները, որ իրանք հավաքան մի հարսանիք մարդ է, մի հարսանիք։ Ոսենք ինչի վրա եք հույս դրել, որ չէին տենալու այդ ահռելի քանակը մի տան վրա։ Ով գիտի երևի 60 քառակուսիին են, չէ՞, այդքան գրանցել։ Եվ անդրադառնանք նաև հենց բուն ընտրատեղամասի խախտումներին, դուք անձամբ ինչ որ բան ֆիքսել եք, դուք տեղամասերում բան տեսել եք, ինչ որ բան։ Ես տեսել եմ ոնց է համայնքապետը մոտենում հասնում բան, մտնում քվյախցիկ, որ այդ մարդուն որ համայնք Օշականի։ Չէ։ Բա։ Բանի Լոռու մարզի համայնքներից մեկում անուն չեմ հիշում, որ ոնց է մտնում։ Մենք ֆիքսել ենք որոշ ընտրատեղամասերի մի շարք խախտումներ, հերթով գնանք թե ինչ տրյուկներ են արել։ Խնդրեմ, Օշականին եք։ Էս հենց Օշականինն է։ Էս հենց Օշականին 25 ընտրան։ Ես գիտեմ այս մարդու անունը։ Քվյաթերթիկը ձեռը մտնում է ու տեսեք թափանցիկը 16 այո։ Ու այս Այսինքն նախապես քվյաթերթիկը 3 ընտրատեղամաս կար, 3-ում էլ sense դեպքեր գրանցել։ Հաջորդը էս կինն է, նայ։ Բաց քվյարկում է 10 են վերցրել, թքում մատը շփոթում է փողի 10 չկա երևին դե։ Մտեղ չկա։ Ալավ հիմա ինչ կնի թո բաց քվյարկում։ Հայ իսկականից։ Շատ է որ խախտում է։ Բայց ժողովրդավարությունը հենց այդպեսին դիլի։ Սաղս տեսնենք։ Հələ։ Ջոգրտում է։ Ասա դու ո՞րն ես մտնում։ Էս էլ ասում է ես հայերեն չեմ հասկանում ասում։ Ասեք Փաշինյանը ո՞րն է, ասում եք հո թվերն է հասկանում ես տղա ջան։ Թվերն էլ հո կարողանում եք։ Թվերը հա, բայց չգիտեմ որ թիվն է։ Վայ։ Դու ես ուղղորդել։ Չէ, դու հարցրեց ես քար տարբերություն։ Հայերեն չեմ կարողանում։ Հա, բայց ին ստանք թվերը հայերեն չի։ Եվ ինչ թվիտակ ինչ մի բան պետք է գրել։ Լավն է, ստանում դեպքուսակություններ որից է։ Համարները շատ լավ գիտի, կանգ առե 16-ի վրա, հանելա քվյատերթիկը։ Չգիտեք դուք։ Իբր մանագար։ Մեզ չգիտեք։ Դուք չգիտեք։ Իրավասու չեմ տենց։ Նիետ։ Դուք գիտեք։ Այո, ձեն չեմ անում։ Համարը, Ինչ որ ասա 3 է համարը, կամ 7-ն է։ Խաբեի։ Փաշինյանի համարն է ուզում, հեռախոսի համարը։ Հա, հեռախոսի համարն էր ուզում։ Կողա կոշիկի համարն էր ուզում։ Որ համարն ես։ Հա, նենց ավր էս տրյուկները արդեն շատ վաղուց հայտնի է, հաջորդ տեսանյութը, էլ ինչ խախտումներ ունենք, հերթով գնանք։ Ես ոնց է կեղի, սենց է կեղի։ Ծովինարն է։ Ես ինչ չաս, դե ինչն է։ Ծովինարում 16-ը դնում են վերեն, 19-ը քվյաթերթիկը, 16-ը դնում վերեն։ Իդեպ նկատեցիք ինչ ասում։ Դե լավ, դե տարտոն դե որ ուզում ես դե ինչ մի մեծ խախտում է։ Ոնց որ հերթականությամբ դրել ենք, ի՞նչ է, հա, ասենք 16-ը տակը դնեին, ասում է, ի՞նչ է։ Հերթականությամբ այսինքն 19-ը պետք է վերևում լինի, 16-ը։ Հա, ճիշտ է։ Այսինքն ԿՊ-ի ուղղորդում է։
Դե դա քարոշչություն է, ինչա այսօրը արգելվում է։ Ես մարդու դնում պատվիճակն, այսինքն ինքը չգիտի, ինքը կանա հրակ է, դա։ Եվ իսկապես կային մարդիկ, ովքեր որ դրան տրվում էին։ Այսինքն ինչի որ ամենասկզբից են դնում, հա, այդ հետ մեկը վերցնում դնում է։ Հա, ես նկատեցի, որ հանձնաժողովի նախագահները գումարանց այն մարդիկ, ովքեր որ պատասխան։ Այսօր հաջորդ ընտրատեղամասն է։ Այստեղ ինչ է։ Նայ, ընտրատեղամասը, խառը վիճակ, այս կինը քվյաթերթիկներ առել է, տարել է պատուհանի մոտ, ջոգերտու իր համար Սունկենա դնում։ Սունկից բան է հանում, հետո մի հատ դեղ է հանում, մի հատ դնում լեզվի տակ, երբ վատացել է չի ջոգում, որի պետք է քվյարկի։ Հիմա չգիտի, բայց սենց, նայ, քվյաթերթիկները։ Ունիկալ ընտրություններ էին։ Հա, ու ասենք բարդակ, բա այսի ընտրատեղամաս էս բարդակա։ Ու ոչ մեկ չի տեսնում այս կինի ինչ անում այնտեղ։ Չի լավ, դուք տեսել եք որպես Էդի լրատվամիջոց։ մենակ ես տեսա նկարել եմ, բայց հանձնաժողովի նախագահը այնտեղ խառը, вообще։ Հիմա էլ հովարը, вообще չի։ Հիմա էլ հովարը։ Հետո դու բան չի գնում է։ Էս ինչ է, սա երկու հոգով, Հա, այս այս համայնքապետի բանը չէ, որ համայնքապետն է։ Իմ ասած դեպքներ, սենց է։ Թեղուտն է։ Իմ ասած իհարկե սենց երկար չէր մնացել, չէ, չմնաց Ու երկար։ կային նաև զինվորի հետ, որ մտել էր ուղղորդում էր զինվորի։ Երկար չմնաց, բայց եկավ մտավ դուրս եկավ, որ սենց աղբեր ոնց որ ցույց Իրանք զույգով են, սենց մտնում են։ Բոլորի մոտիկ են իրար հետ։ Ու ինքը մոտիկա քվյախցին մոտեցող ցանկացած։ Այս էլ խախտումները չի արձանագրում։ Գորիսումա։ Տեսակ եմ, որ մեկը մեկին բազար երկանչում կպական հարցակվել։ Տեսեք ծանոթ մարդ չի։ Սարիկ եկելա տենը։ Ինչոց է։ Դու բոլոր բաները, քաղաքների, մարզերի բարբառները գիտես։ Վա։ Безусловно, որ ասում։ Պոլիգլոտ է։ Հələ Սարիկից հետո կանգ առնենք էլի մի բա։ Մի հատ բան պետք է հարցնեմ Փայլակին։ Այդ ձերն էր, ճիշտ էր խոսում։ Բարև ձեզի։ Չէ, բանի Շիրակի բարբառը ճիշտ էր։ Ինչ ճիշտ եմ խոսա։ Ինչ թե։ Ճիշտ եմ ուրեմն պոլիգլոտ ես։ Միկտես։ Լավ, ամեն ինչ օքեյ է։ Ոյ, Սարիկ ջան։ Ինչ էիր ուզում։ Փայլակ։ Դու Շիրակի մարզից ես, բայց չես ամի, չէ տղա ջան։ Ջիմար։ Իդի ձեներեք տվել իշխավուժի։ Դու որ մարզից էիր։ Ես Երևանից։ Ամոթ քեզ։ Անդիմադիր Երևան, Բայց ես Արաբկիր։ Գյումրիից եմ։ Արաբկիրը բանա։ Ես Շիրակի մարզ, բայց քաղաք Գյումրիից եմ։ Բայց այսօր ասում են Գյումրին Շիրակը մեզ 50% ցեն ա տվել։ Շիրակի մարզն է, բայց խոսքը Գյումրի քաղաքի։ Գյումրին ինչքան ա տվել։ Չեմ հիշում տենց թվերը։ Չէ, դու թվերը լա ասա։ Հեսա միած սպասի ChatGPT-ին։ Բայց Մի հատ ճշտի հետո պատասխանը կտաս։ Ես ձեզ ասեմ, թե որ տեսակ գրառում կար, որ այն մասին, թե որ վարչական շրջանն անդիմության ընտրել եւ որ քաղաքները Գյումրին չկար դրանց մեջ իդեպ ընկերջան։ Արաբկիրը հաստատ անդիմադիր է։ Հա, Երևանի։ Չարթարացնես Գյումրիին։ Ես չեմ արտասնում, ես էսա։ Զարմանալիորեն չկար։ Հələ ու մի բան եղոցնի է Գյումրին։ Քեզ դա չի։ Տեսեք, հիմա ասեմ ձեզ, քաղաքներից Հանրապետության Հրազդան, Աբովյան, Բյուրեղավան, Տաշիր, Ստեփանավան, Բերդ ընտրել է անդիմություն։ Հաղթել է անդիմությունը։ Չէ, Շիրակի մարզից նայի։ Շիրակ, չէ, չկա Շիրակից, որ լիներ կտային։ Այսինքն Շիրակը ընդհանրապես իշխանությանն է ցեն տվել։ Ես տեղ ընտրել, Երևանում եմ ընտրել։ Մասիսում էլա ոնց որ։ Կարող է դրանից է որ դու գնայր գոնե մի ձեն կգնարես կոմենկո։ Իսկ Երևանի վարչական շրջանից տես որտեղ է հաղթել անդիմությունը Ավան, Նորնորք, Կենտրոն, Այո, տարոսիկները բաժնեցին, ֆոլովածը բաժնեցին, այո։ Սոս, շարունակեմ։ Զեյթունում եւ Նորք Մարաշում քվեները գրեթե հավասար են եղել։ Ես Երևանում եմ ընտրել, Մալացիա Սեբաստիան։ Մալացյանն էլ է իշխանություն։ Մալացյանն էլ է։
Fatality. Բոլոր առումներով մինուս։ Չէ, բայց իրականում այն որ նոր էին սկսել Դու չտռար Փարիզ։ Քրեատիվները նոր էին սկսել բացել, հենց դե որոշակի ու իրականում այն մինտրատեղամասում ենք, որտեղ այդպես մի քիչ իսկապես քապեին ավելի շատ ձայն էին դրել, ու տենց հանում են, հա, 16, 16, ասում, սկա այս ընդդիմությանը մենակ ես եմ Ոչ մի ձայն չանի։ որ ընդդիմությանը մենակ ես եմ։ Մի ձայն է։ Հետո վերջում մի հատ մեկը հանել, Չէ, բայց ես այդ ընտրատեղամասում չէի ետրել որտեղ որ նայում էի։ Ու քանի որ լրագրողներից խոսք գնաց, մի հատ տեսեք ես ընտրատեղամասում որ լրագրողները գնացել են լուսաբանելու ու կարծեմ Սամվել Կարապետյանի քվեարկության ընտրատեղամասն է ու ասենք մի հարցակվել են լրագրողների վրա ոտի տակ եք ընկնում, մեջից կաշա եք սարքել ստեղ բան էլի։ Ու ասում հելը դրսից նկարեք, հենց դիտենք այդ վիդեոն ստեղ ասալիք ունեն։ Ռուսկախոս մի կնոջ։ Մենք իրավունք ունենք եւ ներսում եւ դուրսում։ Այս ընտրողներն են միտինգանում։ Չէ, համել բանից կան։ Հանձնաժողովական Սահված անձին հանձնաժողովից։ Կաշա, Ես կաշա։ Մահի կաշա։ Լրագրողները լուսաբանելու իրավունք ունեն։ Ասա մենք հելեք դրսում գանք լուսաբանենք, դուք սենց հետաքրքիր ընտրությունները դրսում ոնց լուսաբանեն։ Ոնց որ սալիտը ներսում։ Մի մտեք։ Դուրս եկեք, մի մտեք։ Ո՞վ է սկինը։ Հանձնաժողովի նախագահը։ Գրիպի մացակ ով է սկինը։ Հանձնաժողովական։ Ով է հանձնաժողովի նախագահը։ Չկա, կորել է, գնացել է ածուտելու։ Անհասկանալի։ Կաշա այստեղ, Հախերի ծտեկան։ Դի ես ընդ չէի։ Թե չկասեի ինչ-ինչից հետո է։ Թե չկասեր կաշան որն է։ Ցույց կտար։ Լավ, այսքանը մեզի հերիք էր, մեզ ինչ են ուզում ասել, ուրեմն ռուսկախոս ջան։ Լրագրողներ էդի սայլուտ չեն, որ կուզեք ներսից խփեք, կուզեք դրսից խփեք։ Իրանց աշխատանքն են իրականացնում, ընտրությունների ընթացք են լուսաբանում։ Видите ли? Каша, здесь каша. Видите ли, какой-нибудь лրագրող եք իրա։ Հա, էլի ասենք ինչ բանա, վերաբերմունք անտանրապես։ Չեն սիրում էլի, մեզ չեն սիրում։ Ու նա ինչ էին ուզում երևի հանեին լրագրողներին, որ այն ինչ անում են ընտրատեղամասի ներսում, լրագրողների սուր աչքը չտեսնի, մասնավորապես 8-ից հետո տենց որոշել են, որ զինվորներին ամբողջ գնդով, գումարտակով, ջոկով տին։ Լիան օրինակ մի հատ վիդեո էլի 8-3, հա, որ զինվորները գալիս էին, իհարկե հերկեցին եւ գշպետը հերկեց։ Բայց այդ զինվորներին նկարող մեր գործընկերոջը հետո որ ուղարկեցին վարժանքների ծանոթագիրը, այդ է շատ ամոթ ու պրիմիտիվ, ամոթ, ասենք, որ ինչ, որ գնացել իբր պաճում են, Նարեկին Խաչատրյան Յուզեյեմի իբր պաճում են, նորմալ է։ Դե բանակը պաճի։ Հարցը թերեթորական է։ Գիտենք այդ վիդեոն մի հարց ունեմ, բայց այդ հարցն էլ աղջիկներին ուր են ուղարկելու։ Սայման։ Պարոն Ավետյան, եթե խաղում եք մաքուր խաղացեք, եթե չէ։ Նա ինչքան մարդ։ Մաքուր խաղ։ Դե կեսը դրան մեջ, կեսը լցվել են տա։ Խեղճ երեխեքին։ Ո՞վ է ցույց տվել, ոչ մեկը չի տվել։ Ոչ մեկը, ո՞վ է հանձնաժողովի նախագահը։ Ընտրություններն անցել են արդար թափանցիկ, ստեղ այն բանի ձայնը պետքա դրվի եվրոդիտորդների բաները, էլի ձայները։ Ոչ մի տրախախտում չի արձանագրվել։ Ընտրությունների արդյունքի վրա Իրապես սա այն տեսանյութն է, որը 20:00-ից հետո է վերաբերում։ Այո։ 20:30։ Ու հանում հանձնաժողովական ասում է դուրս, ժամը ընտրատեղամասում այսքան մարդ չի կարա լինի։ Ժամը 8-ն 8-ից հետո խի եք բերել։ Ընդհանրապես օրենքն ասում է, որ 15 հոգուց ավել պիտի չլինի։ Հա։ Բայց իրանք ամբողջ տեսակ։ Եվ բայց նրանք ովքեր միջև 8:00 ներսնեն իրավունք ունեն քվեարկել։ Բայց նրանք կարան առավելագույնը 15 լինեն, ոչ թե 100-ավոր։ Դե հիմա զինվորներին հետ էին ուղարկելու ԿՊ-ի մեկնաբանությունն է։ Բայց հա էլի, ասենք ինչ անենք։ Բայց այդ դեպքում երբ որ ընդդիմադիրներն էին գնում քվեարկելու, ինչ էին ասում, դուրս եկեք, իմ աչքի առաջ։ Եղել է որ տեսեք։ Ու թանցեն եկել։ քվեարկում թե չէ։ Չէ։
Բայց ինչ Չէ, է դիմացելու 15 մենք հոգուց քվեարկում։ ավել բանի դե զգում են երևի որ ամեն դեպքում քպական չէ Մոգական վիճակներ։ Հա, էլի։ ամեն դեպքում երևի երևի մարդը չի ասում 16-ը տվեք կամ բան չգիտեմ բա ուրա Բայց ինձ թվում է ամեն դեպքում էս երրորդ համարը տվեք արդեն ենթադրում են որ ինքը 16 ընտրող չի 5 հոգուց ավել չլինեք ընտրատեղ ամասում դուրս եկեք սպասեք դրսում Դե երբ որ իրանց պետքա օրենքը պահում, երբ որ իրանց պետք չի տեքնիկ ինչ։ Իրանք որտեվ գիտեին որ զինվորների ձեներ, օրինակ ես այդ 4 դրոպ 3 ընտրատեղամասում էի, սենց մի հատված ամբողջը անդիմադիր էր, մեկի մեջերը իրար հետևից 99 մի 100 16 հետո ենք իմանում որ բան է, դե գոսպիտալն է տեղ քվյարկի, արանքը ասես շերտերով, այն բանի տորթեր կան, էս շերտերով մալինայի շերտն է գալի, հետո գալիս է տեն շոկոլադի շերտը, ժողովուրդ չգիտեմ, կային ընտրատեղամասեր, որտեղ X համարի քվեաթերթիկ չի եղել 8, 3, 2.5 ժամ հետո են բերել։ 3-ը չի եղել, սկզբից Մելոյաններ այդ մասին ասում ասել։ Այսինքն 2.5 ժամ հետո իսկ ավելի ասենք 8-ով էր։ Բևերը չէր։ Երեք համ ասում եք, համ չեք հիշում նախկինների ժամանակ ինչ ընտրություններ էր, ինչ մարդասպանություններ էր, բան տեղամասերում լինում, քվյատուփը չեք հիշում ոնց էին գողանում տան։ Հիմա քվյատուփը, դե հիշում եք մի հատ դեպք էր եղել, որ քվյատուփը գողացը տարել էին անտառում լցրել էին, այն որ ասում էին տասնամյակներ շարունակ, հա, խախտում, լուրջ խախտում։ Այս անգամ ինչ էին արել։ Բանը տենիս հանձնաժողովի նախագահը ուղղակի տարել էին։ Կամերայի դեմից էս քաշում ա մուղամուղ կամերայի հետևա տանում։ Որ չերևա հիմա այդտեղ բա մեշոկների մեջ լսած տանել են ավելացած քվյաթերթիկները։ Հա, էլի, էդի։ Բայց այս անգամ մի հատ տենց զուգահեռ տանենք էլի նախկին ընտրությունների նման է որ ավանդական մեր որ ասում հայի ավանդույթների համապատասխան բան մերելների էլի հարություն էին արել ընտրություններին ոնց որ կանոնները ոնց որ սահմանված է խնդրենք այդ տեսանյութը թե ոնց էր այս մեր հարգելի քաղաքացու կալիպսե հորքուրը 2 տարի առաջվա մեռած ողջ դարել ցուցակներում քույրս մահացել է այդ 57-ի 17 Ես ճիշտ ասեմ, տեքոր աղջիկն առել տունը։ Ինձի չի հանի գրանցում, ես ընդեղ եմ։ Բայց իրանցը գրանցումից խանել է 100%։ Համի խենդ է։ Ինչ գիտեմ, տեքոր աղջիկն ուզում է զանգեն հիմա։ Հաստատ նախագահասպա գիտես ասում է տունն այ։ Ո՞վ է սեփականատերը։ Այստեղ սեփականատերը։ Արի Կարենն է։ Համ Կալիպսիկի անունը կա, համ Լուսինեի։ Կալիպսիկի ու Լուսինեի։ Իմ հետ շատ կապ ունի, ընտրատեղ ուրիշ բաներ են անում։ Չէ, ոնց կարա։ Այսինքն տունը վաճառել են, բայց այդ տան վրա գրանցում։ Մենակ ես եմ գրանցված։ Այդ էլ այդ պատճառն է, տեսնում եք էլի բան չասել։ Ուտե հարցում եմ, ասում եմ, երբ ա մեռել, ասի կարող 10 տարի ես խաբար եմ։ Չեն հասցրել անեն էլի մարդես միամիտ։ Տարիներ առաջ են մահացել։ 2 տարի առաջ։ 24 թվին ասեց։ Դե ասա։ Կալիպսեն մահացած է։ Հա։ Ոստոցի ասում Կալիպսենովը։ Իմ հորաքույրն էր, հա, մահացած է։ Ասում երբ մահացել, ասում 2024-ին, բայց հետաքրքիրն էր այդ ես այդ բանում ընտրատեղամասում երկար դեր աշխատում էի, մեկ էլ բանը հանձնաժողովի նախագահը ինձ մոտեցավ, ասում է ես բան արեցի, ինձ հենց նոր զանգեցին ՆԳՆ-ից, ասեցին որ Ամերիկայում է Կալիպսեն մահացել, դրա համար չեն անել դրա։ Ամերիկայի օրենք։ Պաստորեն որ պետք է անպայման հայրենի հողի վրա մեռնես, որ ցուցակներից դուրս գաս, ով դրսում է մեռնում, ցուցակներում է մնում։ Կամ որ հետ կգա, հայրենա դարձ կլինի։ Մի խոսքով, էդ էլ տենց մեռած Կալիպսե հորքուրի հարցն է լուծեցինք, հաջորդը այս ընտրակեղծարարության շարքը, լուրջ եմ ասում, փակենք, մի հատ անտիրագույն տեսանյութ, TV 5-ի տեսանյութով հիմա կիսվենք, ընտրատեղամասում, չէ, վերահաշվարկ է գնում, Լիլիթ Խալացյանը վերահաշվարկին անում, ամբողջությամբ ձեն չհանենք, մի հատ այս պատմությունը ծերից ծեր լսենք, բայց մի հատ անոսային մի բան ասեմ, որ մարդիկ տրամադրվեն, հանձնաժողովի նախագահը, իդեպ Լիլիթը հարցրել էր ինքը եւ կայքում էլ նայում ես կենտրոնական դրական հանձնաժողովի ԿՊԱ-ական է, այսինքն ակնհայտ ԿՊԱ-ական է, էլի, խոստովանվում է։ Վերահաշվարկ ա եղել, կասկածելի քվեարկություններ, կասկածելի ոչ մի թիվ, ոչ մի բանի չի բռնում։ Բացում են ծրարը տենում են արձանագրությունը չկա, ու բայց ինչ պատճառը վերում չխասենք, բայց
Եկեք նայենք, որտեղ ես դա Նայենք, նայել եմ։ լավ, չասեմ, պետք է նայենք, սուս նոր մնա։ քննարկենք։ Դատարկ արձանագրությունը ինչի համար եք ստորագրել։ Անակնկալի է գալիս թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, երբ տեսնում է, որ լրացված չէ քվեաթերթիկների պարկից հանած արձանագրության օրինակը։ Պարկի արձանագրության օրինակը ուր է։ Առաջ ես ոնցով դրել էի, կներեք, Ինչ է նշանակում ոնցով դրել էի։ ես հաստատ հիշում եմ, որ դրել եմ։ Դրել եք, բայց սա եք դրել։ Անախորժ իրավիճակ է ստեղծում թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահը արձանագրում է, որ 19 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սոնա Սեքսենյանը չի լրացրել պարկի արձանագրության օրինակը, բայց ստորագրել է այն։ Առանձնահատուկ ազգանուն է։ Դե ինչպես տեսնում եք։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի խոսքով արձեռն հանձնաժողով է ներկայացվել արձանագրության անհրաժեշտ երկու օրինակը։ Եվս մեկը տրամադրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 4-րդն էլ դրվել է պարկում։ Թե ինչու է այդ օրինակը դատարկ, չգիտի Հակոբյանը։ Հանձնաժողով երևի այդ ծանրաբեռնվածությունով պայմանավորված։ Այստեղ պետք է անգամից հանձնաժողովի նախագահի հետ խոսքը դնել այդ որ Այն մեկը երևի պարկը, մյուսը երևի ամբողջը որ սաղ պատկերացնի։ Այո, հեսա կա իր խոսքը։ Երկալիկ դրել, որ ամբողջը երևա, էլի ինչ ասում։ Այս մարդը կտանքների այն է ցակում։ Մենք էլ չգիտենք պատճառը, բայց Չէ, բայց ուզում եմ արդարացնի, ասում եմ դե երևի 10 մոռացել է։ կոտորակ 19 տեղամասի հանձնաժողովի նախագահի խոսքով դժբախտ դեպք է պատահել քվեարկության օրը։ Քաղաքացիներից մեկի նույնականացման կտրոնն է կորել։ Ինքը սկսել է դժվարել, պատահաբար հարվածել է գլուխը պատին, ընկել, դրանից հետո դժվարությամբ է աշխատել։ Ես այնտեղ շատ վատ վիճակի վատ ընկա, ամբողջ կապույտների մեջ եմ ճակատվանում։ Տեղամասում, հա, շատ այդտեղ այդ բանը որ ման էին գալիս, այդտեղ այնպես եղավ, որ ես շատ փիս ընկա։ Միգուցե նաև այդ կապ ուներ, էլի ոչ տենց Այդ որ ժամը։ այդ ժամանակ պիկ ժամ էր, այսինքն մեծ կուտակումներ կային, որ կանչեցին, ասեցին նախագահ շտապ արի, ես վազելով որ գնացի նախ կպասես պատին, հետո ընկա գետին, երկու ոտքերս, ձեռքս, ճակատս ամբողջ կապույտների մեջ եմ ես։ Մի րոպե հազիվ ինձ հավաքեցին։ Հրաչ ջան։ Ամբողջ կապույտների մեջ է ինքը։ Երբ որ Լիլիթ եկավ նյուզրումը սկսեց պատմել, ոչ չէր հավատում, ինչ Մեն հնարավոր չի որ խփել եմ պատին, ընկել եմ գետի։ Երկու ոտքս, կարող է երրորդ ոտքը, երկու ոտքս, ձեռքս, աշկերս, ամեն ինչը կապտուկների մեջ եմ ես, բայց խնդալուններ որ մեկնաբանություններում գրել էին, քուրետ ինչ հրաշք դեղա, որ մի օրում սաղ կապտուկները տանցկացրել է, ու ես chat GPT-ն է դեղնել եմ արծրել։ Գեպարի նվեը մայզ։ Բայց այդ էլ մի գջետը մի 4 օր 5 օր։ Առողջապահության նախարարի պաշտոն։ Անահիտ Ավանեսյանին։ Հա ինչ կառավարությունում խի տեղ չզբաղեցնի։ Հա հեչ։ Նա տեսեք, դա ես չեմ ասում, դա ես չեմ ասում։ Թողես մարդը պսակվի գնա, ինչ ես։ Հա, կարող է ամուսինս թող բժիշկ լինի, նախարարը լինի։ Հա, թող։ Բանը, հա ինչ էինք ասում։ Տեսեք, ինքը մի անմեղ կին, ուղակի կանչել են շտապ, ասել են հանձնաժողովի նախագահ, արի իրան կորցրել է։ Էլա պատե չլսեց, մի րոպե շուտ գնա կտրոնը կորել է քաղաքացու։ Հա, կտրոնը կորել է, գնացել է պատե տվել, ասում է խփեցի պատին, ընկա Թոյլա։ Չէ, կարող պատմեմ, այն որ տեն սերիալ, չկա Դիանա Գրիգորյան, զենց բան էլի ծխում է ուղղակի պատի տակ երևի։ Ու հիմա մեզ մոտ շատ ծանր դրություն է, որովհետև ես չեմ կարողանում կողմնորոշվել, գուցե դուք ինձ ինչ-որ հարցով օգնեք։ Այս ամբողջ սցենարի հետ։ Ու այն որ կինոներում են որ գլուխը մի տետև հարված անում են չի հիշում, իր անազգանոց դեր չեմ հիշում, դրանց հետո արձանագրությունը դրել եմ, չեմ դրել, թուղթ եմ դրել։ Ոնց, դա էլ չկա։ Ասում ես տիկի դնելով գնում էի, ասում ոնց, այդ էլ չկա։ Սպանում է։ Շատ լավն է։ անտիրություն էր ուղղակի։ Բայց վերադառնանք նաև տեխնացուների քվեարկությանը, որովհետև մենք գնացինք, լուսաբանեցինք նաև քվեարկությունները, հա, տեխնացուները, այսինքն այս դեպքում վարչապետի տեխնացուների, Սամվել Կարապետյանն էր եկել, ոստիկանների ուղեկցությամբ էր, ասաց, որ հա ինքը 16 համարին է քվեարկել։ Դու ինձ էիր մեղադրում, հա, ասաց քվեարկել է, որ կոնի մի ձայն ունենան։
Կարող է ինքն էլ այ Գյումրիում քվեարկե։ Երևանում էր եղել է մեր տրատեղամասը։ Դե տենանք էդ ինչ բա, որ Ձեր թիվը հիշում եք, չէ՞, պարոն Կարապետյան։ Ձեր թիվը հիշում եք, չէ՞։ 16-ն է։ Արդեն։ Ես որոշել եմ 16-ի օգտին։ Հա։ Միաձայն ունենան։ դե տենց ասա։ Տենց էլ ասում Ինձ էր համոզում, դուք համոզվեցիք։ Պատիժկա, ուղղակի որ գոնե Թե չէ մարդկանց կթվային կնոջ օրնային Կարապետյանը։ Չէ, բայց նաև երկրորդ նախագահներ եկել քվեարկության, նա ինքն էլ Հայաստան դաշինքի ղեկավարն էր, որպես տեխնացու։ Ու երկրորդ նախագահի հետ եկել էր նկարվելու մի կին։ Այդ դրվագն ենք վերցրել, դիտենք։ Փարիզի նոր հառաչքորդի Ժան Մանուկ Երեմյանն ա ձեզ հավասար բարևներ ուղարկում։ Չէ, բայց մի հատ նկար։ Տիկին Բելային օգնությամբ որ հակառակը կանենք պրոջի։ Մնացյալը Տիկին Բելան։ Քիչ է նկարվել, հələ մեզ կառավարում ես ոնց կա։ Նկարը ոնց կա։ Որտե կանեմ ցույց տա։ Որտեղ դուք կառաջարկեք։ Չէ, դու ասա։ Որտես տիպա վախ մարդն ասում։ Գնաց։ Չէ, ես կուզեի Տիկին Բելան լինել։ Բելա։ Բելա, ասի Բելա։ Արիստե։ Այս ավարտի մի բան պատմեմ։ Այդ ամուսնու թողած չգիտեմ ուր ես գնալ։ Դե հիմա առիթ կա անում եմ էլի։ Լավն է, ժողովուրդ ուրեմն Տիկին Բելայի գլխին գալովի այն որ ասում են օպերատորներից մեկը անուն չտամ նկարում է Ռոբերտ Քոչարյանին նախորդ քարոզարշավի ժամանակ ասում է կադրում ես ու չի ճանաչում абսուրդ է բայց չի ճանաչում Տիկին Բելային ասում է կադրում կանտան մի կին է հայտնում ասում եմ մորքուր ջան մի քիչ ես կամ մորքուր ջան մի քիչ եկա լուրջ ես ասում ու ինքը գնում է կա այո լսի հա ասում է ինքը քաշում է Բայց абսուրդը բայց կա։ Ու ասում է գնում է այս կողմ, գնում է այն կողմ, բան ասում է, ես էլ ասում եմ, «Անդոն մոնոթ եմ գալիս», ասում եմ, «Դե չեք թող նախագահին նկարեմ»։ Այդ խոսքից Ռոբերտ Քոչարյանը շռոկա ասեց, «Բելա արի այստեղ», ասում որ չասեց Բելա, նոր հասկացա որ կինն է։ Չասեց Բելով ով որ կանջելա իր կողքը, հա, Ռոբերտ Քոչարյանը։ Բայց այ, որպեսի բոլոր տեխնացուներին առանձին ցույց չտանք ու նաև նենց չլիներ, որ ինչ որ երկուսին առանձնացել եք մյուսին, չէ, բոլորն էլ քվեարկել են, հա։ Բոլորն էլ քվեարկել են, բոլորն էլ այդ օրը վստահ են, որ իրանք Հայաստանի վարչապետն են լինելու, բայց ընտրությունները ավարտվեցին ու ինչ ունեցաք արդեն բուն ընտրություններից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովում էր, չէ, որոշակի զարգացումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որոշակի զարգացումներ եղան ու ազգային ժողովում, քանի որ հաշվետվություն էր ներկայացնում, Վահագն Հովակիմյանը հայտնվեց լրագրողների ձեռքի տակ, որ ասում է միկրոֆոններով շրջափակման բուրջ եմ ասում, տենց բան չկա, էլի ձեն չենք անելու, որ հենց տեսանյութը նայեն, ուրեմն մենք դա մեր այբն է, որ ասում են մենք չենք կարա մեր թաքցնենք, ուրեմն լրագրողները Վահագն Հովակիմյանն են գրում, մեկ էլ հետևի կողմից տենում են քննչական կոմիտեն անցնում արդեն չալաղաչ կտորա դե չեն կարա բաց տողնեն սենց ասա կոմիտեի նախագահ դե ասում մեր զորն ասում իստված շենքը հելի չէ հետևից տեսնում են բան էլի թիրախը ոնց որ խոշորանում է ու տենց ինքը բար բերանի մեջ բան է խոսում իսկ կիսատ բար Վահագն Հովակյանը չոս ղրր սենց գնում է ու ինքը էլ այդտեղ կանած մնում է մեկի տենում են այնի չի խոսում ղրր հետ են գնաց մա յա այս հետ է կնենց լավն է մենակ տղեկատակ են հանում չէ լրիվ հետերեք Ալերի մեծ բան է, ոսմա կատակ էի անում տղեկ, ետեք հրապարակման ամբողջ գործընթաց է եւ զուտ քաղաքական շահերով պայմանավորված ամենայն հարգանքով հորդորս Տես Միկրոֆոնն է խփում արդեն Շանթը ամոթում մնացել է նայն Պարյադչնին Չէ գնաց Գնաց Վերջում տեսավ չէ մենակ մնում այն Այ գնաց, դե ասումա չեմ պատասխան։ Բայց ինքը կանգնած մնացել է։ Իրականում սա նենց չի որ սիրուն իրավիճակ է, բայց հա, բնականաբար բայց լավ իրա պահեց Վահագն Հովակիմյանը։ Լողը եղել, ինքը որոշակի նաև կհասկանա։ Ինքը ասում էր հետ եկա, հա։ Էս հետ եկա, ես ասեցի դե ավարտեցի։ Չէ, դա առումով իսկապես ինքը որպես լրագրող կարծեմ շատ դա կհասկանա։ Բայց այ որպես նախագահ թե ինչա։ Տեսել եք մեմերը։ Վահագ, Մուկուչյանը ավելի լավ էր նկարում, վատ նկարիչ էր։ Մի հատ հələ փորձենք զանգենք Վահագն Հովակիմյանին, մի հատ իր հետ կապված շատ բան քննադատություններ կա, տեսնենք կպատասխանի թե չէ։ Որ վատ է նկարում։ Դե մարդ ճիշտ է գլուխը խառնա, բայց զանյտ է գրում։ Անջատեց։ Ես մի հատ է կզանգեմ։ Համառեմ։
Դե։ Նրա համար ասա ես զանգ եմ։ Դե անջատում է։ Այս Տեղ գրի։ հա էլի մարդու անձնական տվյալները եթերում չաս, այս չէր։ Հեռախոս։ Թեր դեմը դրած, ասես ինչ երկրի կոդ ես ավակեն։ Ֆայլակ ջան։ Թե պիտի 8 լիներ դեմը։ Չէ, ինչ 8։ Յուսիա։ Մի հատ է դու զանգի արդեն։ Չէ, լավ չի վերցնում, գլուխը խառնա երեք։ Չէ, բայց ամենակարևոր, ամենագլխավոր ինտրիգը ԲՀԿ-ի խորհրդարան կաստի, թե չի անցնի, այս բերեմ ստեղ որ լավ լսվի, ԲՀԿ-ի խորհրդարան անցնել, թե չանցնելու հարցն է, ու նայ, մենք մի հատ ստեղ ոչ թե խնդրեմ ունենք, նայեք, Կիրակի օրը, քանի որ հանձնաժողովը նոր վերջնական ամփոփելու է, մեր հաղորդումն էլ Կիրակի 18:30-ն է անցնելու։ Դրա համար հիմա մենք կարող այս պայի դրությամբ, քանի որ 5 շաբթի երեկոյան եք նկարում, հստակ չի ԲՀԿ-ն մանդատ ստանալու է, թե չի ստանալու հարցը, բայց քանի որ Կիրակի օրը կարող է ստանա կամ կարող է չստանա, եթեր գնալուց որպեսզի այդ բանը չլինի, այսինքն ինֆորմացիան ուշացած որպես այդպեսին չլինի։ Ահա, բայց հետաքրքիրն ինչ է Վահագն Հովակիմյանի հետ կապված, տեսեք, ես Փաշինյանին այսօր ճեպազրույցում, որ ասում եմ, այս տեղամասում հələ ձեներն են հաշվում են, որ գիշերով տենում եմ, բանը, քվյատուփի մեջ ծրարները հələ բացված չի, տեսնեմ հրատապ ասուլիսա դրել, ուզեն շարվել են թիմով, ասում եմ պատմական հաղթանակ ենք տալի, ուզում եմ ասեմ, մի րոպե բան մեկ ստել հաշվում ենք, բան, ու ասենք ահագին մեծ տեղամաս, էլի 1385 ընտրող ունեցող տեղամաս, ու ասեմ մի րոպե բան 2005 տեղամաս էր, չէ՞, այդ ժամանակ ամփոփված հա, դե ամփոփված էր երևի 20%։ Ես ասում եմ, դե 455 ինչ իմաստ ունի այդ դեպքում ԿՀ պահել, 500 միլիոն էլ փող տալ, երբ որ սա դու ես որոշում, սա դու ես ասում, ինքը ինձ ինչ պատասխանեց, հիշում եք ինչ պատասխանեց։ Ինքը ասում է, բան, դե երկրներում ընդունված է, ասում է, ԿՀ-ն բան կարա հաստատի, կարա չհաստատի, ինչ որ այս տիպի sense բան, այսինքն դա նորմալի նման բան է, էլի ստացվում։ Բայց բանին Վահագն Հովակիմյանին Դեվիդ Կոպերֆիլդի հետ էին համեմատել ֆոկուսնիկություն անելու հետ կապված, ասում են, դες լավ թրծնում է, բան։ Հիմա ունենք Բայց մինչև հաղորդման ավարտը էլի կփորձենք զանգել անկախ ամեն ինչից։ Հա, գուցե ավարտին ամեն դեպքում հետաքրքիր կլիներ լսել խորժակներից քարը։ Մինչ քննարկվում է, հա, ԲՀԿ-ի մանդատ չդնելու, նաև այստեղ որոշակի ինֆորմացիաներ գնաց մամուլով, որ ինչ որ գործարքի մասին է խոսք եղել։ Ծառուկյանի հետ, չէ։ Չէ, հենց Աղազարյանը Հովիկն էր ասել, որ Ծառուկյանի հետ բանակցում է Խաչատուր Սուքիասյանը, որ իր խնամին է, եւ ԲՀԿ-ն բնականաբար դա հերքեց, իհարկե։ Ասեց կտանք եթե ինչ ասեց սրիկայություն, ինչ էր որակել, հա, սրիկայություն։ Ասացին դատի կտանք եթե տենց բան, այսինքն այդ ինֆորմացիան Հովիկ Աղազարյանն էլ ասեց, չէ։ Հովիկ Աղազարյանը, հա, Նոյան տապանում։ Այսօր Փաշինյանն ասեց ինչ կանի։ Սպասեք մի հատ Հովիկ Աղազարյանին զանգենք, չկա։ Նե որ զանգենք, ասենք այդ ինֆորմացիան ձեզ որտեղից որ բաններ, որ Ծառուկյանը Սալտո չասեց, ինչ ասեց Փաշինյանը այսօր։ Ասեց բանա, ստոյկա կգա, որ իրան գործարք կգա, ստոյկա կտա, հա։ Երևի հայտարարությունից հետո նորմալացնել։ Կորել է Հովիկ Աղազարյան չկա։ Չէ, 2 համար կա։ Դու ձայնագրիր։ Պարոն Աղազարյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հա, պարոն Աղազարյան, մենք ես եմ Փայլակը Ֆահրադյան Արփին լրագրողներից երեքով օվերդոզն ենք նկարում, ձեզ եթերում ենք զանգում, քանի որ ձեր հայտարարության հետ կապված զարգացումներ եղան, ուզում ենք ձեզնից մեկնաբանություն կարճ վերցնել, այդ որ ասել եք Ծառուկյանի գործարքի մասով։ Ձեզ այդ ինֆորմացիան որտեղից, որտեղ Փաշինյանն այսօր ասեց Ծառուկյանը ծնկաչոք մոտս կգար, որ հետս գործարկաներ, մի հատ է ստոյկա կտար, որ հետս գործարկաներ, բայց ես չեմ գնացել գործարքի, էլի, հիմա ուզում ենք հասկանալ, չեմ դիմել գործարքի։ Հա, չեմ դիմել ընդհանրապես գործարքի համար, ուզում ենք հասկանալ այդ ինֆորմացիան ձեր որտեղից էր գալիս, ինչ կասեք այս մասին։ Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի գրատականին, որ այդպեսի բաներ չկա։ Հա։ Ընդհանրապես պարոն Փաշինյանը ստեղ գործ ինքը չի անում։ Ուրիշի միջոցով է արել։ Խաչատուր Սուքիասյանը։ Չէ, բայց տեղ գլխավոր մեղը իրան որտեղից է ինֆորմացիա։ Տապե բաներ, այլ անում ընդհանրապես։ Ստեղ գործ ինքը չի անում։ Ընծակերտարարություն ինքը չի անում։ Վարչական ռեսուրս ինքը չի օգտագործում։ Այդպիսի բանակցություններ ինքը չի վարում։
որովհետև ինքը ստեղ գործ չի անում։ Ինքը տալիս է քաղաքական հրահանգ եւ այն մարդը ով պետք է դա անի, խելոք գնում է դա անում է։ Հիմա ես հրավիրված էի, որ եթե հարցազրույցի նոյան տապան։ Ես մտնում եմ հարցազրույցի այն տվյալներով, որ 64 մանդատ, շեդերողություն 61, չէ, 61 մանդատ, հա։ Բանակն ասում է, ես մտնում հանցազրույցի, բանակն իբրև 4% են հավաքել։ Հանցազրույցի ժամանակ, եթե առավոտյան ամսի 8-ին առավոտյան ժամը 11:30, հանցազրույցի ժամանակ ես ասում հետևյալ միտքը, հենց հիմա բանակցություններ են գնում Բարգավաճ Հայաստանի հետ, կոալիցիա կամիջյան համագործակցություն անելու իմաստով։ Եթե չստացվի այդ համագործակցությունը, ապա Բարգավաճ Հայաստանի ձայները կիցնեն 3.997-ի։ 3.997-ի։ Հանցազրույցից հետո ես դուրս եմ գալիս։ Դառնում է ԿՊ-ի բանդապետությունը դառնում է արդեն 64, իսկ Բարգավաճ Հայաստանի ձայները դառնում են 3.996, պատկերացնում եք։ Հա, բայց դուք Սուքիասյանի անունն էիք տվել, Խաչատուր Սուքիասյան։ Ես դա չեմ ասել, որտեղ հստակ ինֆորմացիա։ Ես դա ասել եմ, որտեղ քաղաքական վերլուծության արդյունք։ Հա, դու այդ ձեր եզրակացությունն էր զուտ։ Վերլուծությունն է։ Իմ դատողությունը հետևակալի։ Հա, բայց այդ դատողությունը օթից չի լինում, ինչ որտեղից պիտի ինֆո ունենա։ Իսկ ժամը 2-ի վարչապետի հայտարարությունը, որ ինձ ինչպես բայց կոնկրետ անուններով խոսքերը 96 թվականին, եւ այնուհետեւ այդ գործն հասել է։ Շոկ մեծ հանճարեղ չպիտի լինի այդպիսի դատողություն անելու համար։ Ես ոչ թե ունեցել եմ փաստեր, ես որտեղ կարող եմ փաստեր ունենայի։ Այս դատողությունները, ով է պարոն Սուքիասյանը, ով է պարոն Ծառուկյանը, ինչ հնարավոր հետևակալ կարող լինի այս կամ այն գործընթացը եւ Բայց այսինքն մտածել եք այդ սև գործի համար ամենահարմար մարդը Սուքիասյանն է, ինքը կարար նման բան աներ։ Իհարկե, եւ առանց հանձնարարության, ինքը պիտի գլխի պատմաբեր։ Հեսա հիմա էլ Սուքիասյանն է ձեզ դատի տալու, պարոն Աղազարյան։ Ձեր ենթադրությունը որակեց սրիկայություն։ Հա, ասում եք ջայնա մտա։ Ոյ, հոգում ջայնա մտա, ի՞նչ։ Եսի մարդը հիմա մի բառ եք ասում, եկեք տենում եք դատի են տվել դրա համար, ասում են։ Անա դատի դա եսի չեմ ասել։ Քաղաքական դրաստական եմ տվել։ Ես ասել եմ, որ բանաց ինչ ված բան եմ ասել, ես չեմ հասկանում, որ սա խառնվել է իրար։ Եվ ես ուզում եմ, որ Բարգավաճ Հայաստանը հատի այդ 4% շենը։ Որովհետև ստեղծում է լրիվ ուրիշ վիճակ։ Իմ համակրանքը այս կոնտեքստում Բարգավաճ Հայաստանի կողմն է, պիտի տոնայաներ երևի չէ բանը ռեակցիան անհասկանալի։ Ասեց սրիկայություն է ձեր արածը, դուք ես ասել ստեղծա չի ստացել այդ համագործակցությունը։ Այդ համագործակցությունը չի ստացել, Գամիտ Ծառուկյանը մնացել է իր դիրքերի վրա ի պատիվ իրեն։ Եվ հետևաբար հիմա պայքարում են եւ ես վստահ եմ, որ հաղթարու է 4% շեմը։ Ես ինչ որ բան եմ ասել գրողատանը։ Եվ իմ ասած որ ինչ-որ ֆակտորի հիմա վրա է։ Այս Էմետալելուծության հիմա վրա։ Հա, հասկացանք։ Մենք էլ ուզում էինք հասկանանք որտեղից ձեզ այդ ինֆորմացիան, որտեղ վերլուծություն է եղել։ Դա քաղաքական վերլուծության արդյունք է։ Հա, հասկացանք։ Շնորհակալ ենք շատ մեկնաբանության համար, պարոն Աղազարյան, բարի գիշեր ձեզ։ Դե Ծառուկյանին ընտրելու մեկ այլ պատճառ էլ կա։ Ծառուկյանը նաև խնամիական հարաբերություններ ունի, չէ՞։ Հա, Սուքիասյանի հետ։ Իհարկե։ Այո, դե դրա համար էլ էլի վերլուծել էր ու դե մտածել էր, որ իր միջոցով մենակ։ Բայց Ծառուկյանը բան, հա, հետընտրական փուլում դեռ չի խոսել ինքը անձամբ, բայց նախընտրական փուլում անդադար ասում էր, որ ինքը զատնի չի դնելու եւ որևիցե գործակ բնակարան։ Եթե անգամ ճիշտ է Աղազարյանի ենթադրությունը, որը այս պահին ենթադրությունը տպավորություն է թե ինֆորմացիա, նշանակում է այսօրվա Փաշինյանի պատասխանից կարելի է ենթադրել, որ զատնի չի դրել։ Հա։ Թե չէ որ գործարքը լիներ, տենց չէր պատասխանի, կդառնան խոշոր սեփականատեր, ասել չէր տենց ասի ստոիկա, բանկ ասել, դե ինքը խոշոր սեփականատեր է իր համար։ Խնդրեմ դիտենք զատնի չդնելու Գագիկ Ծառուկյանի խոսքը։ Ամեն ինչ է Ժողովուրդ ջան։ Ես ասում եմ, այսօր ես ներկայացնում եմ։ Ես ոչ մի բանի առաջ չեմ կանգնել։ Ինչ որ դատ են նել, վախացնում են, գործարան դարան 5 հատ վեկալ են։ Բայց այդ անունը հարգանքը ժողովրդի վստահությունը, ով տեսնում է Ծառուկյան ջան, քեզ հավատում ենք, հանգարց զատնի չդնես էլի։ Դու ես գետինը մտե, ոնց կարամ զատնի դնեմ։
թող նստանել, թող գործանել առնել։ Ամեն ինչ ասել եմ, ձեր ցավը տանեմ։ Հետևելու եմ, ինչ արել եմ, քիչ եմ արել, բայց հնարավորության դեպքում հետևելու եմ ոնց որ անձնական գումարել եմ։ Բայց ասել էր նաև, որ զադնի չենք դնի, ասել էր նաև Սամվել Կարապետյանը, այդ տեսանյութներ ունենք, խնդրեմ դիտենք դա։ Սահմանամերձ Բերդ համայնքի Պարավակարգյուղի վարչական ղեկավարն եմ։ 2020 թվականից պայքարում եմ մեր իշխանությունների դեմ, բազմաթիվ հալածանքների միջով եմ անցել։ Ձեզանից մենակ կխնդրեմ, պարոն Կարապետյան, մինչև վերջ կքինակ։ Հանկարծ զատնի չտնեք, տնավարի ասած։ Ինչ ասեր, այդ մի բանը պիտի չասեր։ Են որ ասում եմ, բայց զատնի դնող տղա եմ։ Բայց ինքը զատնի չդրեց Էնա զատնի դնեի, ինձ զատնի չդնելու մասին էր։ Սարեր էին խոստանում, նույնիսկ զատնի չէի դնի, կասեի մի հատ օքեյ ու կպրծնեինք ես ամեն ինչից։ Ես էլ ուզում եմ անձամբ ձեզ։ Դրա համար շատ ուրախ եմ, որ դու Այս արդեն հասկանալի էր։ Հիմա ինչ իրավիճակ ունենք այս հետընտրական փուլում։ Ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ եղել են ընտրախախտումներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասում է, որ այդ խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Ընտրությունները համարում են կեղծված նաև այն ուժերը, ովքեր խորհրդարան չեն անցել, օրինակ Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը ծեր չէ պատասխան ուզում, որպեսզի բան լիներ այդ ընտրությունների հետ կապված կարանք նաև Այն որ լռություն էր մի պահ, մարդիկ ասում էին հոմանդատները չեք վերցնում, չեք լեգիտիմացնում Նիկոլ Փաշինյանին։ Բայց իրականում ընդդիմության պատասխանը ուշացած էր արձագանքը։ Պետք է իրանք անմիջապես հայտարարություն մտավ եթեր, ասես Նիկոլ կեղծել ես պատասխան ես տալու, դե մի հատ գլխով պատասխան ես տալու, հա մի հատ այդ մասն է նայենք։ Բայլու Ժորժան մի քանի բան եմ արագ ասում, ուրեմն Գերակոնիքի մարզի Մարքյանից տունը դեշտի սելտեկոնը ռեմոնտը եւ հիմա նայում եք նաև ուրիշ տեղ։ Էսի կարող է Բաղրամյան մեկի իրաց օֆիսն է։ Լուսար Հայաստանը ստացել է 2 ձայն ԿՀ մուտքագրվել։ 21 14 դրամաս, ստացել է 1 ձայն ԿՀ կայքում 0 ձայն։ 21 15 դրամաս, 1 ձայն։ Ես ուրեմն հիշեցի երեխեք, բայց չեմ հիշում, որ կուսակցության մասին էր խոսքը, ուրեմն այն ժամանակ OEK-ն էր մասնակցում ընտրությունների ու հետո էլի ինչ որ կուսակցություն կար, բայց այս բանը անկեղծ չեմ հիշում իրանց անունը, ընտրական տեղամասում ենք ձայների հաշվարկներ բան։ Լսեցինք, հա, Բարոն Մարուքյանին։ Չէ, բայց այդ որ ասма գլխով պատասխան ես տալու, մասը չեք լսել։ Գոնե այդ թողեք, հա։ Ինչ է արել Նիկոլը։ ԿՀ կայքան մուտքագրե 0 ձայն։ Լսենք հետո կպատմես Նիկոլը դե համակարգի իշխանության ապատկանում։ Հիմա հարց, ինչի է Նիկոլը sense կեղծել մեր տվյալները։ Ես չեմ պնդում, որ մենք մի ձենը գողացել է, բայց ինքը կեղծել։ Սա համապետական մեկ ձան դարձրեք 0 ձայն։ Տեղամասում բան արել է։ Արել է առաջինը, որ քիչ ձայն ցույց տա մեր թվի առաջ, ոնց որ հանրային հեռուստաընկերությամբ 3 տարի եթեր չի տվել, եւ երկրորդ բանը ինչի է Նիկոլոսը արել, որ պետական ֆինանսավորման տակ չընկնենք։ Իրա պրոքսի ուժերը միայն պետական բյուջեից փող ստանան այս 5 տարիներին։ Ես միջև գինի ես իրականում սպասի գտնեմ այդ ստատուսը, որտեղ իսկականից այդ ժամանակ դա շատ բաներ կպատմեմ էլի, բայց գտնեմ նոր։ Որտես կջարդեմ, բան ինչ ասես ասելա։ Փաստ այս 0 ձայն մուտքագրելը քրեորեն հետապնդելի արագ արձանագրություն է կեղծվել։ Արձանագրություն է կեղծվել։ Ով կդատվի, ով ինչ կլինի, ինչի, բան չի։ Հարցը հետեւյալն է։ Մեզ շատ ավելի մարդ է ձայն տվել, քան ինչ որ մեր անվան դիմաց գրված է։ Հիմա սրանք բացահայտվում են։ Այդ թվերը կարող է ավելանան, կարող չավելանան։ Էականն այն է, որ այս համակարգը դարձել է նաև ընտրակեղծարար, որ մենք ասում ենք երրորդ ժամկետով, երբ որ մարդ ընտրությանը մասնակցում է, դառնում է ադրբեջանացնում է երկիրը, հասկանում եք, դառնում է ավտորիտար համակարգ, այսինքն կեղծել եք դուք։ Հիմա այսինքն Քոչարյանը կեղծում էր ընտրությունները, Սերժը կեղծում էր, նույն համակարգի վրա նստել ես, նույն ձևի կեղծում ես, նույն ձևի կեղծել ես։ Նայ այս լրիվ գիտես ինչն է 2000 պետք է գլխով պատասխան տալ։ Բոլորդ հանձնաժողովը բանը Մարզային հանձնաժողովներից մինչև կենտրոնական։ Չէ, էիկա։ Ուրեմն նա 2018-ին էր այս գրառումը, որտեղ ինքը բանով լրատվամիջոցները նաև տարածել էին, դրա համար շատ ավելի հեշտ գտա։ Ուրեմն ես մի հատ գրառում էի արել, այս 1-0-ի հետ կապված հիշեցի, ուրեմն գրել էի, որ 8-27 ընտրատեղամասում OEK-ը ջախջախի չախտանակ տարավ ռեֆորմիստների նկատմամբ, առաջինի օգտին քվեարկել էր 2 ընտրախ, մյուսի օգտին 1։ Հետո Հեղինե Բիշարյանն էր ինձ իհարկե մտել էր այդ ժամանակ
նամակ էր գրել։ Բայց այդ գիտեք այդ պատմությունը ասում Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ որ երկու միգ են ունեցել, ադրբեջանցիները մեկը խփել են, ասել են Հայաստանի օդուժի կեսը վերացրեցինք։ 50 արեցինք։ Հա, բայց այս Մարուկյանի հետ կապված մի հատ կարճել, եթե կարելի է Մարուկյանին ընթացքում զանգենք, մի հատ հետաքրքիր։ Չես ուզում այսօր ավարտենք այս հաղորդումը։ Չէ, մի հատ դե Մարուկյանին է մի հատ զանգենք, բան կա պատասխանելու։ Բայց ինձ մեկային համար ամենահավեսը եղել է Արայք Հարությունյանի հետ։ Թարախա ինչ փալար։ Պար Մարուկյան, բարև ձեզ։ Ռիփսիմենա Ջեբեջյան, ես Փայլակ Ֆարադյանի ու Արփիի հետ օվերդոզն եմ նկարում, եթերում ենք ձեզ զանգում իրականում։ Ժողովի եմ էլից հոտել խոչիստան։ Լավ, ափսոս։ Լավ, պար Մարուկյան, ահա։ Ափսոս։ Ինչ էր ուզում հարցներ։ Լսի, Արայք Հարությունյանն ասում է, այ Էդմոն ջան, այ օրը 10-ն էր, մեզի ձեռնտու էր որ քո ձեները շատ ելներ, որտեղ փոշիացել է քո ձեները, 2% չի ասում, մեզ է գալու այդ ձեները, այսինքն մենք չի պետքա ուզենայինք մեկը 0 դարձնել, մի հատ թողეთ։ Էլի կպականներ էին մոտավորապես այդ նույն բանով գրել, որ ավելի լավ է 10 լիներ, 15 լիներ, ոչ թե այդ մեկը դարձնեին 0, բայց մենք զանգենք, որ մի հատ Էդմոն Մարուկյան նորից ասեր. Թարախապալար։ Չէ, ինձ միշտ, բայց օրինակ շնորհապետականների մասով լավ էլ թողենք մի կողմ, Շիրինյանի կուսակցության բան։ Ինձ միշտ հետաքրքիր է, այդ մարդիկ ամեն անգամ ինչ հույսով են մասնակցում այդ ընտրության։ Դա հույս չի, այդ ուրիշ տեխնոլոգիա է։ Ձայն ենք փոշիացնում։ Իսկ սկզբանը գիտենք դա մեր ֆունկցիան։ Դե արբանյա կուսակցությունները օրինակ ինչ դեր են կատարում։ Հա, ձայն փոշի, բայց մեկը իրենք չեն ստանում եկեք անդրադառնանք ընտրության արդեն գիշերվան։ Չեն որ տենց ամեն անգամ երբ որ Քարոզ Արշավյանն ասում են ձենեք փոշիացնելու բան, ասում են չէ, մենք ստուգել ենք, մենք զոս հարցներ ենք արել, առաջինն ենք, եթե ոչ երկրորդն ենք։ Հա։ Բայց եկեք ընտրական գիշերվան անդրադառնանք, այդ քո նույն այսօր որ հարցրել էր, հա, Նիկոլ Փաշինյանի, որովհետև իրանք հավաքվել էին գիշեր ժամը 2-ին 2:10, իրար էին շնորհավորում, ես այնտեղ եմ եղել, գնացել էի ասուլիսի, որովհետև տենց հրատապ ասուլիս շնորհավորելը չի։ Իրանք Պանիխիդայի դեմքով էին, Փայլակ ջան։ Փայլակն ասում է Սաղմոսի ժամանակ դեմքով էին։ Փայլակն ասում է Սաղմոսի ժամանակ են Պանիխիդայի դեմքով։ Լսի, ասենք իրանց թիմը երաբլուրում դաժե ծամոնը բերաններին ծիծաղալով բան անում, ասենք ոնց կարա։ Հա, դու նկատի ունես իրանց տոնելու հատկությունը, որ տեսել ես։ Այո, որտեվ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը խրախճանքի պահերին իրանք ոնց են տոնում, էսի այդ դեպքը չէ։ Ու չեն կարա ասեն հոգնած էր, Սաղմոս էին կարգում էս։ Այդ շատ իմիտացիան շատ էր այդտեղ, հա։ Այո, այն որ դու տեսնում ես իրանց հայացքից, տեսնում ես, որ իրանք գող չեն։ Հետո մի հատ ուրիշ բան կա, մարդ ինչքան էլ հոգնած լինի, որ հաղթանակ ա ունենում։ Ոգևորվում է։ Հիմա գլխարկները անեին, շփրտեին, ջբրտեին։ Իրանք շփրտեին, տրծնեին մերը բռնեին։ Բռնեին։ Հա, ջբրտեին։ Խաշլամա դնեին։ Հա, բայց դիտենք որ sense գիշեվակեսի մտել ասում պատմական հաղթանակ։ Պատմական։ Մի հատ դիտենք էլ այդ մասը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության իմ գործընկերներին, նախընտրական շտաբին, մեր բոլոր նախընտրական շտաբներին, մեր բոլոր վստահված անձանց, աջակիցներին, համակիրներին, ովքեր այս ընթացքում հավատացել են եւ աջակցել են մեզ, նույնիսկ նրանց, ովքեր ոչ թե նույնիսկ նրանց, ավելի շատ նրանց, ովքեր թերահավատ են եղել եւ աջակցել են մեզ, սա պատմական հաղթանակ է, ովքեր միանշանակ ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը, զարգացումը եւ իհարկե մենք ունենալու տևական եւ ինստիտուցիոնալ խաղաղություն։ Դա բավական է։ Հենց մոտավորապես sense ջախջախեցինք, կրեցինք, բան արեցինք, այն մի հատ, այն հիշում եք, դարելա մեր հերոսը այն աշխարհահռչակ դերասանը։ Բայց եկեք մի բան ֆիքսենք, էլի ամեն դեպքում իրանց տխրության պատճառը ես ենթադրում եմ ինչն է, չստանալ սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում, դա նշանակում է չփոխել սահմանադրություն, որը Ալիևի պահանջն է։ Ինձ թվում է իրանց թիվ 1 տխրության պատճառը սա է։ Չէ, բայց ասենք ամեն ինչ հարթ եւ լիարժեք չէր, ոնց որ կուզենար լիներ իշխանությունը։ Այս խախտումները, այս զանգվածային բաները, խնդիրները եւ հետո իրանք իրականում 49 ու 9-ի համար չէին ուզում ընտրության գնալ։ Կարծում եք դա։
Կարծում եք դա, այդ դեպքում քարոզարշավի ժամանակ չէ, այսքան վարչական ռեսուրսով, այսքան ամեն ինչ անելով, ասենք քարոզարշավից 6 ամիս առաջ քարոզարշավ սկսելով, դուր առ դուր խփելով, մարդը այն շուկայից եկածը տենց ինչ կա, որի վեշերը չտալավ հասցրել։ Իրանց մեխը, ու սենց քարոզ։ Իրանց մեխը մեկ է, հիշում ես, որ ասում են, ինձ սահմանադրական մեծամասնություն է պետք, ինձ սահմանադրական որ պատերազմ չլինի, որ այս աղետալի պատերազմ կլինի, եթե սահմանադրական մեծամասնություն։ Այսօր էլ ասում է, չի լինի։ Պատերազմ։ Ասես չինի, որտեղ Չիլի։ Բայց եկեք պայման այդ այդ աշխարհահռչակ դերասանի ով էր, որ այդ դերասանը։ Ես անունը չգիտեմ։ Ինչ Ալեքսանդր Բաբասյան, Սաշա, այսպես ասած հայտնի, ինչ ասել ընտրություններից հետո։ Դե իրականում շատ ջախջախիչ էր, հա, Մերի ջան։ Մերին ով է։ Ոնց ինչ է։ Ասենք երեք մի հատ ջախջախիչ բան ա եղել հանրապետությունում։ Ոնց կա։ Վարդուի ջան, դու ինչ կարծիք ես, ջախջախիչ էր թե ոչ։ Որը Վարդուի ձենը մեզ չի տվել, ջոկում ես դրա մեջ չի պատասխանում։ Մեզ չի տվել, բան այնքան կբական է։ Դե որ երեխեքին, այն ասում եմ, եկել եմ ժամը 7-ին առնեմ։ Չէ։ Ո՞ւմ ես դենց է տվել։ Դու գիտես, որ ես ռուսերեն խոսացող, ոնց են ասում, այդ ակցենտով խոսացող մարդներ չեմ սիրում։ Այն մարդուն սիրում ես, որ ասում եմ ժամը 7-ին ընտրում երեխեքից առնեմ թռնեմ ստեյից։ Ժամը 7-ին։ Մասնա ակցենտով խոսացող մարդկանց չեմ սիրում։ Երեխեքի դեպ ասենք ես ինչ իրանց բեզակցեն, բայց մեր մի ուրիշ բան էլ կա, տենց էլ չիմացանք այս ժամը 7-ին, ցուլը, Տես դիգնար Արման Թաթարյանը։ Ցուլը։ Չէ, բայց այդ դիքից կարմիր ցուլը տենց բանով սովորաբար բանի մսի պասաժների վրա չի լում։ Մի խոսքով թողենք իրան իրա Ցնամարտիկների տպավորությունն է դա։ Բայց իրականում հետընտրական զարգացումները շատ հետաքրքիր են, ինչ առումով, որտեղ ընդդիմությունը ասում է, որ ասեցինք այս մասին, բայց օրինակ ասել են, որ պետքա վերահաշվարկի դիմումներ կասեն, մասնավորապես ուժեղ Հայաստանը, որին նույն ասում է, չէ, հանրությունը սպասում էր խոսքի, մի երկու օր լռեցին եւ այլն։ Բայց Նարեկ Կարապետյանը, այդ որ հա սպասում էին, մտավ եթեր, ուրիշ ձև ձևակերպեց, ուրիշ բան ասեց, ինքը, այսինքն բանը դրեց նրա վրա, որ ԿՊ-ից մարդ ենք առնում, 8 հոգի, ստացվեց 8 հոգի։ Հա, դրամատուրգ այդ վիդեոն կա, էլի մի հատ դիտեք ու վերլուծենք, հասկանանք հետո այդ ինչ փոխվեց, որ տենց եղա։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, գիտեմ, որ շատերի մոտ նյարդերը տեղ են տալի, քանի որ բոլորս ամեն ինչ ներդրել ենք պայքարի համար, կուզեի մի քանի բան ասել, որի վրա հիմա աշխատում ենք։ Գնում է ձայների վերահաշվարկ։ Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է թե չէ։ Այդ դեպքում հնարավորությունը կհասկանանք արդեն ազգային ժողովը արդեն հնարավորություն կունենա գլխավոր դատախազ եւ այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ ընդդիմությունը շատ խնդրահարույցեր էլի ասած Իհարկե, որովհետեւ իրանց ձայն տվողը չի ասել ախր գլխավոր կընտրես թե չես ընտրի իրան ձայն ինքը սցենարները ասում, ոնց որ սցենարի հաջորդական քայլերը ասում։ Չէ, ամեն առաջի հայտարարությունը սա պետք է չլիներ։ Սա օրինակ եթե որոշում լինի մանդատները վերցնելու, հետո բացատրությունը պետք է լիներ, որ օրինակ ասում եք, որ եթե ինքը ասում է ԿՊ-ից 8 հոգի, նշանակում է ես գնում եմ, հիմա սպասում որ ԿՊ-ից էլի այդ 8 հոգու ասածը քննարկել ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեր համար առաջնային է։ Մեր ընդհանուր հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ առաջնային է։ Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անենք, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է եւ քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, տեսանք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ։ Նաև մի բան ասեմ։ Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա։ Մեկը ընտրությունն է, մեկը փողոցային պայքարը։ Փողոցային համանդրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ազգային ժողովի падգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այդտեղ մի հարց է։ Այսօր պատմականորեն ընդամենը 8 падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, եթե փոխի իր դիրքորոշումը, այսօր
Փաշինյանը Ուզում ասի, որ նախորդ ընտրություններից հետո ավելի շատ էր պետք, հիմա մյուս ընտրություններից Մնացել է 8-ը։ հետո մի 4 Մի 5 տարի հետո կասեն 3 ընդամենը 3 падգամավոր որ կարանան կառնել ԿՊ-ից, Բայց հիմա տեսեք, սա սենց հայտա, հիմա վերլուծեք։ հիմա էլ ասում է բան, հիմա էլ ասում է դիմում եք, որ Չէ, բայց իրականում այս հայտարարությունը որպես առաջին հետընտրական հայտարարություն իսկապես խնդրառույց էր ու դրանով էր պայմանավորված, որ հասարակության կոշտարձագանքը, այսինքն այն մարդիկ, ովքեր ունեք իրականում իշխանափոխություն էին ուզում, այսինքն ուզում էին, որ Նիկոլ Փաշինյանը չլիներ իշխանության եւ ասում էին ախպեր, որովհետեւ այդ խոստումն էին տվել եւ այդ սպասումն էր Եվ հետո օրինակ ասում է ընդդիմության ձայնը որոշ կարևոր լինի դատավորների ընտրության հարցում։ Ասին իրանց ԿՊԱ-ականները ասին այդ հարցի լուծումը։ Ասին է Վարդապետյանի մի ընտրեք, կլինի Վարդապետյանը ԺՊ, ինչ ուզի մեկը կանի։ Այսինքն այդ ինչ է դա տալու էլի մեզ կոնկրետ մեր հանրության դա ինչ էր։ Դե բայց եթե ԲՀԿ-ն մտմախորհրդարան, իրանք Վարդապետյանին ընտրելու հարցում էլ են խնդիր ունենում։ Բայց չեն ընտրում։ Իրանք ասեն ոչ միայն չեն ունենում 2/3, իրանք չեն ունենում 3/5 Չեն ընտրեք, կլինի ԺՊ։ Ամբողջ խնդիրն է դա։ Կլինի ԺՊ Արփին ջան, իրանք օրենքը տալիս է իրանց այդ հնարավորությունը։ Բայց գալիս է մի պես դեկտեմբերին էր կարծեմ ժամկետի ավարտ կա, չէ։ Հա, ավարտ 2027-ի դատախազի ժամկետը ավարտվեց։ Okay, ավարտվեց ժամկետը։ Պետքա նորը ընտրվի, ում բերում են ասում անդիմությունը, չէ։ Պետք է ինչ որ մեկը լինի ԺՊ-ա նշանակում։ Տեղակալ է առնվազն։ ԺՊ-ա լինում, էլի մեկը իրանց գործերը կարանան։ Չէ, դրա համար հետո Նարեկ Կարապետյանը արդեն հայտարարեց, որ բանը կենտրոնական ընտրական հանձնաժողովեն դիմելու ու դա տեղի ունենալու այսօր 5 շաբթիա վաղը ուրբաթ եւ այդ արդեն էլի եմ ասում Կիրակի օրվա որոշակի առումով կարա փոխատեղումներ լինի, բայց քանի որ այս պայդրության տեսեք Հայաստանը ասում է սահմանադրական դատարան եմ դիմում, ուժեղ Հայաստանը ասում է կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ դիմում, ԲՀԿ-ն էլ դեռ հայտնի չի, անցնում որ ինչ ներկայացրել եւ այլն, բայց արդեն Կիրակի օրվա հետաքրքիր անվավեր են ուզում ճանաչել ընտրությունների արդյունքները եւ բ եթե չի լինում դիմում են ՍԴ, որի հետ ՍԴ-ն էլ է էլի արդեն իշխանականացված այսպես խիստ բանը հարաբերական է։ Լավ, դիտենք այդ անվավեր հանելու հայտարարությունը։ Սիրելի հայրենակիցներ, դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ եւ հարյուրավոր ընտրատեղամասերում եղել են վերանայման արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներն ուղղորդված ստանում ընտրությունների։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես է պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ԿՊ-ի օգտին։ Այս ամենը հաշվի առնելով, վաղը մենք դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները եւ ԿՊ-ի ձայները վերանայի։ Եթե չարեց արագ պատասխան չստացան, Ուզում հասկանամ մենք պետք է կտրենք ԿՊ-ի թևերը Հայաստանում։ Ֆռացող մկնիկների նման են բանի մեջ։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ԿՊ-ն ամենաթույլ մեծամասնությունը փորձել 50% ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, անգամ այսքան խախտումներից հետո 3/5 չունեցող ուժ է եւ չի կարող Ալիևի ցուցումով սահմանադրություն փոխել։ Հա, բայց այստեղ հարցը մենակ սահմանադրությունը չի։ Այստեղ հարցը իշխանություն թողնել չթողնելու հարցն է։ Եթե որտեվ Փաշինյանը մնաց իշխանության, իրենք ինչ ասում 300,000 ադրբեջանցիներ են գալու։ Այդ ադրբեջանցիները որ եկան, այդքան մանդատ ունեցող ընդդիմությունը ինչ է անելու։ Նա տեսել հարցը մենք նայեք, քանի որ այս դրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող արդեն լինեն մի ուշ շաբաթ, որտեղ նաև մեզ չի հաջողվել, չէ, հանդիպել այս ուժերի ներկայացուցիչների շատերին հատկապես առաջի համարներին եւ այլն եւ այլն։ Կոնկրետ Նարեկին Կարապետյան հարցեր տալու հնարավորություն չի։ Հետևաբար մենք այս հարցերի պատասխանները կստանանք արդեն կարծեմ մի ուշ շաբաթ, նաև այդ ժամանակ կանդրադառնանք հետ կապված պատասխանները կստանանք մի ուշ շաբաթ։ Բայց այս ընթացքում հաշվի առնելով, որ նաև ազգային ժողովում բյուջեի հաշվետվություններն են ներկայացնում տարբեր գերատեսչությունների ղեկավարներ եւ այնտեղ էր նաեւ ԳՇՊ-ը, գլխավոր շտաբի պետը, Ասրյանը ներքին հանդի հետ կապված հարց են տա, նախ ադրբեջանական ուժերի ներխուժման հետ կապված հարց են տալիս ու վուալյա, ինչա պատասխանով ԳՇՊ-ը դիտենք այդ տեսանյութը։ Անցած ոչ միայն մեր փորձը, այլ համաշխարհային փորձը ուսումնասիրում ենք, այդպիսի շատ դրվագներ կան, որ այո տարածքից դուրս են գալիս եւ առաջ են գնացել, կա նման բան։ Որտեղ։
ներքին հանդի ուղղությամբ, ջերմուկի ուղղությամբ այնտեղ ծառային հատվածները մեր հսկողության տակ է որը։ Նույն երևի ներքին հանդի արգելոցի, այսինքն Արգելոցը կտրում է։ Անգելանի արգելոցի մասով է։ Նայեք, երբ որ ինժեներական համաշինական կառույցը Դրանք չսովածացած այնտեղ են, որտեղ նայ։ ծառը Դա ջերմուկում էր։ պետք է հատել, հատում է։ Պետք է հատել, հատում է։ Այնտեղ որտեղ պետք է արհեստական ոչ պայթունային արգելափակոց ստեղծել ծառերի հատումներով իրականացնել։ Հիմա ես չեմ կարող ասել, որ հրապարակային հայտարարություններ չի լինում, հրապարակային խոսում եք ադրբեջանցիների հետ այդ մասին, օրինակ ասում եք իրենց, որ անթույլատրելի է այնինչ արվում է եւ այլն, թե լռությամբ հետևում եք սահմանազատման process-ը մոտենալ։ Զինված ուժերը, գլխավոր շտաբը եւ գլխավոր շտաբի ենթակա ոչ մի զինվորական ադրբեջանական զինուժի զինծառայողների հետ կապ չի պահպանում։ Դե ես են մարդը, որ ասում է, դե ոչինչ, ջերմուկում կսովածանան կգնան ադրբեջանցիները։ Ինքը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ես զեկուցում եմ, ինքը մնացածը գիտի, ես ադրբեջանցիներին չեմ ասելու գնա։ Մնացածը Փաշինյանն է։ Հասկանում ես միտումը ադրբեջանցիներն է, դե հա պետքա կտրում են։ Ալեն Սիմոնյանն ասում է, դե հաշվի առեք ադրբեջանցի մայրերն են որ թեկորույս, որ տականա ինչ բանտուգանքներ ու ինչեր կդնել այդ խեղճ գյուղացու։ Վրա որ մի հատ ծառից մի հատ անտառից մի հատ ծառ հատի։ Քանի որ մեծացել է, կյանքի տևողությունն շատացել է, դրա համար sense բաներ է տեղի ունենում։ Ծերանում ենք բարի ծերանում ենք սիրելիս, բայց Ավանեսյանը ինչ ասաց, զիլ քաղաքականության արդյունքում հեսա վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետություն կյանքի միջի տևողության ամենաբարձր ցուցանիշն ունենք 78.6 տարեկան միջև ապրում են այդ 78.6 միջև 300 կձգի Աստված շնորհակալություն որ մեզ տվեցիր Անահիտ Ավանեսյան թող այստեղ մնում աղոթել որ իրանք եւս մի 30 տարի իշխանությանն են մենք սաղս ագրավ ենք դառնալ մի 300 տարի ապրենք էլի sense հաբը ծիխախոտ կա Ես արդեն թանկ Հայաստանում։ Ոնց թանկ։ Որովհետև դիզվառել ակցիզային հարկը։ Էդ եղավ ինֆակտերում։ Ես 70 ինֆակտ ասեցին, այսօր իրա գրառումը որ կարդացի, ես ինֆակտ ասեց գրել էր մարդը բոթ էր հայտնել Facebook-ում։ Ակցիզային հարկը բարձրանում է, ինչի արդյունքում ալկոհոլի խմում ես։ Չէ։ Ալկոհոլի, ծխախոտի եւ դիզվառելիքի գները բարձրացրեք։ Ես մեկը 1000 դրամի եմ լցնում։ Ես մեկը 1000 դրամի եմ լցնում, բայց դիզվառելիքը պետք չի։ Դե ծխախոտ շատ չպական մոտեցում։ Չեմ խմում։ Չեմ էլ խմի։ Էլրիվ են իշեցի, որ ասում է ուզում է 1000 դրամ լի մեր վարչապետը դու լինես, դեր չէ, տեսեք, դա ճիշտ է նշում հետքի տեսանյութների։ Մի խոսքով հենց տենց էլ եղավ ոնց որ ասում եք, այսա հացնել կդառնա 1000 դրամ, ձեր վարչապետը կարևոր է։ Բայց բավականին երկար խոսացինք, որտեղ իսկապես իրադարձությունները շատ էին, զարգացումները շատ էին ու մի շաբաթ է չէինք հանդիպել։ Բայց այս փողերը որ բարձրացնում են, չեք զգում, որ ինչ որ բանի քթից բերում են ինչ որ բաներ։ Այն որ համատարած բանի քարոզարշավների ԿՊԻ-ում տենում էր, ասում էին Փաշինյանը պետք է հավերժելի աշկս օպերացիա է մարել ջրի, այն խարխի աշկի օպերացիաների փողերը մնացածը կան։ Բայց մի րոպե, քո տատիկի թեկուս օպերացիան հիմա դու ես վճարում քո բանով, չէ՞ եկամտահարկով։ Բավականությունը տատիկի էլի դու ես վճարում։ Նես չի որ դու չես վճարել, հիմա իրանք են վճարում։ Քանի որ իմ երկու տատիկներն էլ պապիկներն չկաս, ասում ես ուրիշի տատու փողերը տալիս, հա, փաստորեն։ Մի եղիր այդքան էգոիստ։ Բարի եղի եւ ավարտի այսօրվա հաղորդումը։ Ավարտենք այսօրվա հաղորդումը, հետևենք իրադարձություններին, թե իրադարձություններ էին եղել եւ սպասվում առաջիկայում տեսնենք հարցերի հարցը մնում է ԲՀԿ-ի հարցահարկախված, մնում է մանդատները կվերցնեն, չեն վերցնի, եթե վերցեն դեռ լիքը ուրիշ հարցեր է առաջանում, ուրիշների ասածների հետ կապված, որ ասում էին մանդատները խի վերցրին, խի լեգիտիմացրին Նիկոլ Փաշինյանն, հիմա տեսնենք այս անգամ որ վերցնում են, ինչ ա լինում դրա։ Դե ԲՀԿ-ի պարագայում միշտ ասում են վախը կա, որտեվ ՀՀԿ-ի հետ համագործակցել է, էլի։ Ժամանակին կարող է նույնը կրկնվի ԿՊ-ի։ Դե դաշնակցությունն էլ է համագործակցել մի խոսքով, այդ փաստ չի, որ 2026-ի վերաբերյալ կարելի է այդ ամեն ինչը իհարկե ասել, պրոյեկտել, մի խոսքով։ Դուք ակտիվ մեկնաբանություններ թողեք, շարունակեք ինձ։ Բոլորի դեպքում էլ կա։ Կոմենտներ գրել, այն մատանի բանի մոմենտները Խոչան կապեք։ Ու առողջ եղեք ամենակարևորը։ Հա, առողջ եղեք, շնորհակալություն, այսպիսով ցտեսություն։ Մի շաբաթ կհանդիպենք։
այդ տղային հուշի։ Ում Ինչ դնի սինի մեջ, ինչ ես տարել, երբ որ մերին գնացել ես մատանիկանելու։ Անում ենք հո չասինք այմար։ Գոհենք, այն որ ասում մի անգամ պսակվել ենք այստեղ։ Կարող պրծնել քո հոսալուց։ Չեք պրծնելու, ինձնից պրծում չկա։ Անհաղթակ լորի նման ամա կուկարիկու։ Հա, ծուրուղու, թակավոր։ Some